Երբ մարդիկ դիմում են բժշկի օգնությանը, համոզված են լինում, որ նա օգնելու է իրենց կամ իրենց հարազատին վերականգնել առողջությունը, ապաքինվել կամ բարելավել կյանքի որակը։ Բայց ցավոք երբեմն Հիպոկրատի երդվյալների մեջ հանդիպում են մարդիկ, որոնք ուղղակի մոռանում են իրենց ամենագլխավոր առաքելության մասին, այն է՝ մի վնասիր։ Բարև ձեզ, Արհերոստանգերության եթերում ճանապարհ հաղորդաշարն է, ես Ալիկ Հակոբյանն եմ եւ սկզբում առաջարկում եմ դիտել այսօրվա թեմայի մասին պատմող ռեպորտաժ։ Սայաթ Սեթրակյանը 3.5 տարեկան որդուն տեղափոխեց Արմավիր բժշկական կենտրոն, երեխան այլևս դուրս չգրվեց։ Պնդում է, հետազոտություններ չեն արվել, փոխարենը բժշկուհի Արմինե Ասատրյանը երեխային ներարկել է դեքսամետազոն։ Դատաբժշկական փորձաքննությունների արդյունքները իսկական սառը ցնցուղ են եղել։ Հակացուցված էր դեքսամետազոնի ներարկումը։ Մենք վստահեցինք որպես մասնագետ, բայց ես ինչ իմանամ, որ ասենք ինքը ընդհանրապես կյանասնաբույժ չի։ Շարունակում է աշխատել Արմավիրի պոլիկլինիկայում որպես մանկական բաժանմունքի վարիչ։ Սրանք արդեն 2.5-ամյա Լիա Միսակյանի նկարներն են։ Երեխան մահացել է Արաբ Կիր բժշկական կենտրոնում։ Քանաքերձեյթուն վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը վճռում է երեխայի մահվան համար մեղադրվող բժիշկներին ճանաչել մեղավոր, բայց համաներման կիրառմամբ ազատել պատժից։ Դատավճռի հրապարակումից հետո բժշկուհի Լիլիթ Վարդանյանը նյարդայնանում է։ Լիաննա Փարսադանյանի 1 տարեկան աղջիկը Էլենը եւս 3 տարի առաջ մահացավ հիվանդանոցում։ Անկեղծանում է կատվախոտի թուրմեր օգտագործել։ Դա էլ կաթի միջոցով երեխայի մոտ առաջացրել էր քնկոտություն։ Ուղեգրով գնացինք, հաջորդ օրը առավոտյան գումար ճարեցի ու երեխային տեղափոխեցի հիվանդանոց, քանի որ այդ հիվանդանոցում ոչ ոք անվճար ոչինչ չէր անում։ Եթե չվճարես, բժիշկը ոչ միայն հիվանդին չի մոտենա, այլև չի էլ բարևի, սեփական մաշկի վրա է զգացել Լիաննան։ Ամեն անգամ վճարել է բոլորին հավաքարարից մինչև բաժնի վարիչ, բայց հիմա հայտարարում է սխալ բուժման հետևանքով 1 տարեկան Էլենը մահացավ։ Բարձր դոզայի պրոպաֆոլ էին ներարկել, ֆենոբարբիտալներ էին ներարկում, իրանց ասելով, որ երեխային արհեստական ձևով կոմայի մեջ էին բանանում, որ երեխան իբր ցնցումը ուղեղին չազդի, ուղեղին չազդեց։ Բայց 1 տարեկան երեխա, թմբլիկ երեխա 12 օր պարկած վիճակում ստանում է այդքան նարկոտիկ նյութ, սեդատիվ, ինչ դեղորայք ասեց երեխա ստացավ, ինձ ասեցին, որ Էլենի մամա, Էլենի մոտ էպիլեպսիա է իծն է։ Հետո պարզվեց, որ մի հատ անալիզ կար, այդ անալիզը կատարեցին ու պարզեցին, որ երեխայիս մոտ բետա-2-ի դեֆիցիտային անեմիա էր։ Արդեն սկսվել այդքան դեղորայքից։ Ինձ Ռուզաննա Կարլենովնան այն նույնը, որ ասում էր իծն է էպիլեպսիա կա, ու ինձ ասեց աղջիկ ջան, ձեր երեխայի մոտ ոչ մի էպիլեպսիա չկա, մենք արդեն այդ չարաբաստիկ դեղորայքը պրոպաֆոլը արդեն էլ չենք ներարկում, ինքը արդեն գնում է դեպի արթնանալուն։ Շնորհակալություն եմ հայտնում։ Գալիս եմ հիվանդանոց, արդեն 10-րդ օրը երեխուս թոքն են վնասած լինում։ Այսինքն Արհեստական շնչառության ապարատի աբիոմը երևի այնքան ուժեղ են արել, երեխուս թոքը արդեն վնասել էին։ Երեխու մոտ արդեն պնևմոթորակս սկսվեց։ Ուշագրավ եւս մեկ երևույթ դիահերձարանում հրաժարվել են տրամադրել երեխայի մարմինը, պատճառաբանելով, թե բժիշկը տեղում չէ։ Միայն վեճից հետո է հնարավոր եղել տուն բերել Էլենի անշունչ մարմինը։ Խնդիրը նրանում է, որ նրանք չգիտեին ինչ թաքցնեն այդ հանցանքի տակ։ Դե գրել էին արյան վարակ, երկկողմանի թոքաբոր, պնևմոթորակս, աղիքային էնտերոկոլիտ, բետա-2-ի դեֆիցիտային անեմիա, մի խոսքով այդ ձևով ամեն ինչ գրել էին, բացի իրական ու հաջորդ օրը չեն դա քույրիկս ահագին կռիվ։ Դե մենք պարտավոր ենք պահանջենք մեր երեխային։ Աչքն էին վնասել, աչքը ինչի էին վնասել չեմ հասկանում, աչքը ում էր ինչ արել։ Իրան կամ իմ երեխուց օրգան են հանել, ինչում ես արդեն վստահ եմ, նրանք թաքցնում են ինչ-որ բան հաստատ։ Վնասված է եղել ոչ միայն աչքը, այլև քիթը։ Լիաննան լուսանկարել է դա եւ վստահեցնում է, իրավապահները հորդորում են նկարները պատռել, բայց նա մտադիր է բժիշկների մեղքն ապացուցել դատարանում։
Նա բժիշկների սխալի մասին բարձրաձայնել է իր Facebook-յան էջում նոյեմբերի 1-ին մահացել է երգչուհի Այդա Սարգսյանի մայրը։ Երգչուհին Facebook-յան էջում գրել է. «Մայրը մահացել է անգրագետ բժիշկների պատճառով, գաստրոսկոպիայի ժամանակ վնասել են անոթը, որից հետո մայրը 2 օր արնահոսել է եւ մահացել»։ Այդա Սարգսյանը հայտարարել է. «Բժիշկներն իրենց սխալը կոծկելու համար փորձում էին սխալ եզրակացություն տալ, բայց դիահերձումից հետո կրկին հաստատվել է. մայրը արնաքամ է եղել»։ Բազմաթիվ մարդիկ էլ բողոքում են համակարգչային տոմոգրաֆիան եւ առհասարակ բժշկական ախտորոշումը Հայաստանում դարձել է բիզնես, բավական թանկարժ է, բայց եզրակացությանը վստահել պետք չէ։ Այստեղ մեզ շատ ծանր հիվանդություն էին ախտորոշել, բարեբախտաբար Եվրոպայում երկարատև ստուգումներից հետո պարզվեց, որ այդ հիվանդությունները մեզ մոտ չկա, չբացահայտվեց այնտեղ։ Այստեղ սխալ ախտորոշում են տվել։ Սխալ ախտորոշում էին տվել այստեղ։ Հայաստանում ինձ ասում են, որ պոշտիկի պրոբլեմ ունեմ, բայց գնացի Եվրոպա պոշտիկի պրոբլեմ չունեի։ Որ երկիր եք գնացել։ Գերմանիա։ Իրանց ասել է Յանը պիտի փոխվի իմ պոշկեն, բայց ես գնացել եմ իմ պոշկեն փոխելի չի եղել։ Գնացել եմ հիմնականը բուժման համար, գնացել եմ տեսել եմ որ ոչի բան չկա, եւ եմ եկել։ Սխալ ախտորոշում, սխալ բուժում եւ դրանց հետևանքով խեղված ճակատագրեր եւ մահվան դեպքեր, ինչպես կանխել հաջորդը։ Ճանապարհ հաղորդաշարի հյուրերն են Կենսաբանական համակարգերի միջազգային ինստիտուտի բժշկաախտորոշիչ կենտրոնի տնօրեն Արսեն Թորոսյան, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի իրավաբան Անի Չատինյան, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության բժշկական օգնության եւ սպասարկման կլինիկական ստանդարտների եւ ուղեցույցների վերահսկողության բաժնի պետ Աստղիկ Բալասանյան, Լիա Միսակյանի հայրը Գեորգի Միսակյան, Երևանի գլխավոր սրտաբան Հայկական բժշկական ասոցիացիայի նախագահ Պարունակ Զելվեյան։ Եվ այսպես սա ճանապարհ հաղորդաշարն է եւ իսկապես հիմնական հարցը հենց դա է, ինչպես կանխել հաջորդը։ Ռեպորտաժում ներկայացված հերոսները իրական էին եւ պատմությունները եւս իրական էին եւ կարծում եմ, որ ամեն մի պատմությանը թերևս պետք է տրվի իր պատասխանը, բայց սկսենք ըստ կարգի։ Պարոն Միսակյան, դուք տարբեր առիթներով հայտարարել եք, որ ձեր հենց պայքարի հիմնական նպատակը հաջորդ նմանատիպ դեպքը կանխելն է ըստ էության, եւ ես իմ երկարամյա լրագրողական փորձի ընթացքում համենայն դեպս հիշում եմ, որ ձեր դեպքը կարծեք թե առաջինն էր, որ նման մեծ արձագանք գտավ եւ ի վերջո դատարանը վճռեց, որ բժիշկները իսկապես մեղավոր են եղել։ Բայց կարծեք դուք ձեր պայքարի ճանապարհին դեռ կանգ չեք առել ու շարունակում եք պայքարը։ Որն է հիմա ձեր պահանջը։ Ուրեմն մեր պահանջը գիտեք որն է։ Բժիշկները առաջի օրվանից մինչև այսօր աշխատում են այդ հիվանդանոցում։ Թաքցնում են այն հանցագործությունները, ինչը կատարվել է 31-ի գիշերից մինչև չգիտեմ այդ 3-4 օր ատվել որ իրանք աշխատանքի չեն եկել, նրանք մինչև այսօր պնդում են, որ լաբորատորիան ու մնացած բաժինները աշխատել են, ինչը որ ես ինքս տեսել եմ, ոչ մի բաժին չի աշխատել։ Նրանք ասում են, որ այդ օրերը նենց ծանրաբեռնված էր, որ մենք չենք հասցրել նայենք բոլորի ինչ որ այրան անալիզ անենք, բայց բոքսային բաժանմունքում Արաբկիրի 3 սենյակից մարդ էր դուրս գալիս ու մտնում, ոչ մի նենց աժիոտաժ չկար, որ ես մտածեի այնքան խեղդված են չեն հասցրել մի բան անեն։ Սուտը մեկը մյուսին թաքցնում են ու ցավալին գիտեք որն է, երբ որ դատարանում ռեանիմացիայի բաժանմունքի վարչին հարց են տալիս դուք գոնե հրավիրեցիք բժիշկներին մի հատ հասկանաք ինչից մահացավ երեխան, նա ուսերն էր թափ տալիս։ Ոչ։ Նրանց համար արդեն դա սովորական երևույթ է, թքած ունեն, մի երեխա ավել, մի երեխա պակաս։ Դա է ցավը, որ ես Լուսինեի հետ երբ որ խոսեցի, Լուսինեն ասում էր, որ սեպտեմբերի 12 թվականի սեպտեմբերի 4-ին է իր երեխան մահացել ու երբ որ գնացել են երեխուն դիահերձարանից վերցնելու, այնտեղ ինչ որ նորից երեխաներ են եղել, հենց այդ օրվա մահացած է։ Դա ստույգ չի, ես անձամբ չեմ տեսել, բայց պատմելով օրեկան այնքան երեխաներ են բժիշկների սխալը ու այս վերջի 20 տարվա մեջ ես չեմ հիշում մի դեպք, որ մի բժիշկ ինչ որ պատժվի այդ դեպքում իմ պայքարս նա էր, որ այդ մարդկանց խնդրում էի, բացի Լուսինեից, ում ասեցինք ոչ մեկ չմիացավ մեզ, որ պայքար էր։ Ոչ մեկ չի պայքարում։ Եթե պայքարային, ես այսօր այս վիճակում չլինեի ու 2 տարի ես պայքարում եմ ու բժիշկներն էլ ասում են, որ դա Facebook-ներով գրում են, որ ես ինձ ծնողա, որ
երեխուն վերջի պահին է բերել։ Իմ երեխան դեկտեմբերի 28-ից մինչև 30-ը ոտքի վրա եղավ։ 30-ին ջերմությունը բարձրացել է, 31-ին մոտը ֆեբրիլ ցնցում են եղել եւ շտաբօգնությունով տարել ենք հիվանդանոց 25-26 տարեկան բժիշկուին առանց ինչ որ մի ռենտգեն անալիզ անելու ախտորոշում է, որ հասել է վիրուսը։ Ոչ մի բան ինչ պետք է սիստեմայի մեջ կա։ Այդ դա է վատ, որ տոն օրերին կարելի է ուղղակի անփորձ բժիշկներին բերել նստացնել դե ու մեր երեխեքի կյանքի հետ խաղանել։ Դա է ցավը, որ մեր ավակ բժիշկները, որոնք որ գոնե բան գիտեն, թքած ունեն ամեն ինչի վրա։ Որ իմ երեխու կյանքի հետ կարելի էր խաղալ, կարելի էր փորձեր անել, որ այդ բժիշկուին 2 տարվա, 3 տարվա փորձ ունի, ես չգիտեմ, այսօր շատ ժողովուրդը չի սխալում, շատ բան են պատմում։ Մարդիկ կան 20-25,000 փող են տալիս, ընդունվում են բժշկական կենտրոն, դե այդ մարդկանց ոչ չեն հանի գործից, բայց այդ մարդիկ այդքան գումար են տվել, ընդունվել են, բայց մի բան սովորեն, մի երկու երեխու գլուխ ուտեն, որ նոր կարողանան ինչ որ բան հասկանան։ Ցավը դա է, որ ուրիշ եվրոպական երկրներում ես եղել եմ Եվրոպա 6 ամիսը մեկ բժիշկին հիվանդանոցից հիվանդանոց են տեղափոխում։ Չի մնում այդ բժիշկը նույն հիվանդանոցում։ Դա լավ սիստեմա է, որ բժիշկը մեկը մյուսի հետ սպայկեն, այդ իրանց տակի կեղտերը մեկը մյուսին որ գիտի, ես ինչի համար եմ 3 անգամ բողոքարկել, որտեվ փորձաքննությունը ես հաստատ գիտեմ, որ ինչ որ ազդեցության տակ են սխալ գրել, որ պետք էր դատը սկսվեր, նրանք ճիշտ չեն գրել։ Ես հաստատ գիտեմ, որտեվ բժիշկներից փորձագետներից մեկին հարց տվեցինք, ասենք դե մի քիչ հարցի տոնը մի ուրիշ կարգի եղավ, որ նա ասեց, որ հա 80%-ով կապրեր այդ երեխան, հետո մեր չէ, իրենց փաստաբանները երբ որ հարցը տվին, հենց հարցը տվին, որ նրանք փոխեցին կարծիքը։ Չէ, 50-50։ Դատարանը բժիշկներին մեղավոր ճանաչեց։ Բժիշկները բողոքարկել են դատարանի այդ վճիռը թե ոչ։ Այո, բողոքարկել են։ Մեզանից հետո են բողոքարկի կարծեմ, որտեղ մենք բողոքարկեցինք, նոր իրանք բողոքարկեցին։ Դե հիմա դատը գնում է, վերաքննիչ դատարանում։ Արդյունք չկա։ Ասացեք, խնդրեմ, ամենակարևոր հարցերից մեկը, որ հետաքրքիր է, երբ որ դատարանը բժշկին ճանաչում է մեղավոր կոնկրետ երեխայի մահվան կապակցությամբ, այդ բժիշկը իրավունք ունի դրանից հետո շարունակելու իր աշխատանքը նույն պաշտոնում թե ոչ, ինչպես է կանոնակարգվում այս հարցը։ Ես երևի փորձեմ, եթե չեմ սխալվում, դատարանը իրավունք ունի վճռի մեջ գրելու, արդյոք նա իրավունք ունի շարունակելու իր մասնագիտական գործունեությունը թե ոչ եւ ինչ ժամկետով իրավունք չունի, ու դա կապ չունի բժիշկա թե չէ, ցանկացած դատավճիռ կարող է պարունակել իր մեջ, օրինակ X պաշտոնի զբաղեցման արգելք 5 տարով կամ 10 տարով։ Այդ դատարանը պետք է իր վճռի մեջ ասի։ Դուք ունեք տեղեկություն կա դատարանի վճռում նման բան։ Դատարանի վճռում նման եզրույթ չկա, այս հարցը այսպես է կարգավորվում, դատարանը հիմնական պատիժ նշանակելու հետ միասին իրավունք ունի նշանակելու նաև լրացուցիչ պատիժ։ Լրացուցիչ պատիժը կոնկրետ դեպքերում, կոնկրետ մասնագիտական գործունեությամբ զբաղվելուց որոշակի ժամկետով, ինչպես նշվեց, զրկելն է։ Այսինքն դատարանը գտնում է, որ այս տվյալ դեպքում 2 տարի թե 3 տարի ազատազրկման դատապարտելուց կամ պայմանական ազատելուց հետո կա նաև անհրաժեշտություն հետագայում նման դեպքերը կանխելու համար, զերծ մնալու նման դեպքերը այս նպատակով նշանակել նաև լրացուցիչ պատիժ, որոշակի գործունեությամբ զբաղվելուն արգելք դնելու։ Այս դեպքում երկու բժիշկների դեպքում դատարանը նման հարցի չի անդրադարձել, համաներմամբ իրենք առհասարակ համաներում կիրառվել իրենց նկատմամբ թեև ճանաչվեցին։ Սա դատական պրակտիկա է մեջ։ Հիմա խնդրում եմ ասեք մասնագիտական իմաստով։ Հիմա ցանկացած մեկը, ով տեղյակ է, որ սա այն բժիշկն է, որին դատարանը մեղավոր է ճանաչել Լիա Միսակյանի մահվան համար, ինչպես է այդ ծնողը վստահելու տվյալ բժշկին իր երեխայի առողջությունը։ Արդյոք հարցի էությունը սա է, արդյոք սա չի վնասում այն բարեխիղճ բժիշկներին, որոնք բարեխիղճորեն կատարում են իրենց աշխատանքը ի վերջո։ Խնդրեմ, հարցադրումը ձեզ առողջապահության ոլորտի ներկայացուցիչներից ազատ եք պատասխանել։ Նախ առաջինը
իրոք ռեպորտաժը բավականին հուզական էր եւ ես ցավում ու ցավակցում եմ բնականաբար, որովհետեւ յուրաքանչյուր դեպքը դա յուրաքանչյուր ընտանիքի եւ անձնական մեծ ողբերգություն է, բայց ես միևնույն ժամանակ չի ուզենա, որ մենք այդպես միանգամից մի քանի ռեպորտաժներով, այդ մի քանի բառը մեջ որևէ բան չտեսնեք, միանգամից փորձենք բախարակել ու դատապարտել բժշկական գործունեությամբ զբաղվող բժիշկներին։ Իսկ մենք պետք է կարողանանք ճիշտը սխալից, թացը չորից տարբերակել։ Եկեք ի սկզբանե ես խնդրում եմ, մեր քննարկումը որևէ կերպ ուղղված չէ առողջապահական համակարգի դեմ։ Մեր քննարկումը որևէ կերպ ուղղված չէ այն Հիպոկրատի այն երդվյալներին, որոնք բարեխղճորեն կատարում են իրենց աշխատանքը։ Սա ի սկզբանե։ Միտքս ավարտեմ։ Ես կուզենամ, որ մենք կարողանանք դա գիտակցենք, որ բժշկական գործունեության մեջ ես վստահ եմ բժիշկները եւ գոնե իմ ճանաչած բժիշկները անում են ամեն ինչ, որ կարողանան բուժական օգնություն ցույց տան։ Եվ ես կատեգորիկ դեմ եմ այն բառակապակցությանը, որ թքած ունեն որևէ մեկի վրա։ Դա այսինքն եթե մենք այդպիսի կոնցեպտով, այդպիսի մոտեցամբ միմյանց պիտի կարողանանք մեղադրենք ու չկարողանանք ճիշտը հասկանալ, ոչինչ չի ստացվի։ Գոնե իմ ճանաչած բժիշկները գործնականում յուրաքանչյուրը, եթե բժշկական օգնություն ցույց տալիս, հավասարաչափ տառապում ու մտահոգ է, ասենք դեր պացիենտի համար։ Շատ հաճախ գիշերները մտածում այսօրվա նշանակված դեղամիջոցը ինչ ազդեցություն կունենա իր բացակայության ժամանակ։ Գոնե իմ ճանաչածը, իսկ իմ ճանաչած բժշկական դաշտը բավականին մեծ է։ Ճանաչում եք այդ երկու բժիշկներին, որոնք չեմ ճանաչում, բայց միևնույն ժամանակ իմ համար անընդունելի է եւ ես խորհուրդ չեմ տա եւ ճիշտ չեմ համարում այդպիսի մոտեցում թքած ունեն։ Այսինքն բազմաթիվ դեպքեր ունենում են դրական վերջաբան։ Բազմաթիվ դեպքեր ունենում են դրական արդյունք եւ մենք չպիտի կարողանանք այդ ամենը միանգամից զրոացնել։ Դրա համար համամիտ եմ ձեզ հետ։ Եվ երկրորդ ես ինչ կուզենամ, որ մենք ի սկզբանե միանգամից գիծ քաշենք բժշկական սխալ եւ բժշկական հանցագործություն ասելուց։ Այսինքն մենք չգիտես ինչու յուրաքանչյուր ոչ մեր կողմից պատկերացրած կամ ոչ արդյունավետ ելքը միանգամից որակում ենք որպես հանցագործություն։ Այդպես չի կարելի։ Այսինքն մենք պիտի հասկանանք կա բժշկական սխալ հասկացողություն եւ բժիշկը վերջի վերջո ամեն ինչ չի կարող անել։ Մենք պետք է կարողանանք հասկանանք, որ բժիշկը մեր մեջ գտնվող շարքային մարդկանցից մեկն է։ Այսինքն ինչ որ կախարդական փայտիկ չունի եւ անում է, ես շատ հաճախ իմ պացիենտներին ասում եմ, մենք դուք բուժելու եք ձեզ օգտագործելով մեր գիտելիքները։ Այսինքն մենք եթե այդպիսի ունակություն ունենք, մենք օգնում ենք, մենք կարող ենք, հավատացնում եմ ու վստահ եղեք եւ ինքներդ էլ կհասկանաք, ցանկացած գործունեության ժամանակ յուրաքանչյուր ոք ինչով ուզում է զբաղվել, ինք ուզում է կատարյալ լինել։ Եվ ոչ մի բժիշկ հաստատ չի ուզենա, որ իր պացիենտը, ասենք, թե ունենա այդպիսի վախճան, շնորհակալության փոխարեն մեղադրի նրան։ Հիմա տեսեք, այսինքն ի սկզբանե բաժանենք բժշկական սխալը բժշկական հանցագործությունից, որը անփութությունն է եւ այլն եւ այլն եւ այլն։ Այսինքն այս ռեպորտաժում բազմաթիվ, ասենք թե որոշակի մի քանի դեպքեր էին։ Յուրաքանչյուրը տարբեր վերլուծություններ կարող են ունենալ։ Ինչու ենք միայն որակում, որ տեսեք, այս բոլոր դեպքերը, այս բոլոր մահերի պատասխանատուն բժիշկն է։ Եվ մի բան էլ ավելացնեմ, հետո փորձենք ավելի մանրամասն քննարկել։ Իմ համար շատ անընդունելի է, որ դեռևս ոչ մի հետաքննություն չի արված հանրահայտ երկչուհու մոր դեպքի հետ կապված։ Իհարկե ցավակցում ենք ցանկացած մահ, ցանկացած ողբերգություն, ցանկացած կորուստ, ցանկացած վնաս, ցանկացած ցավ դա մեզ համարելացավ։ Բայց եկեք հասկանանք, դեռ ոչինչ չկա, միանգամից մեղադրում են։ Այսօր ես կարդում եմ համացանցում շատ հանրահայտ եւ հանրաճանաչ երկչուհին գրում է այդ տականք բժիշկները։ Իսկ ով որոշեց, որ այդ բժիշկը տականք է։ Իսկ ով որոշեց, որ այդ բառակապակցություն ասող ինքը կրթական ցենզ ունի եւ իրավունք ունի ասելու։ Այդ ով որոշեց այդ ամեն ինչը։ Ինչու պիտի մենք միանգամից հենց ի սկզբանե կանխամտածված կերպով համարենք, որ բժիշկը սխալ էր։ Դրա համար եթե մենք այդ գիծը հիմա քաշում ենք, մենք կանխամտածված չենք մեղադրում այն մարդկանց, ովքեր իրոք շատ բան են անում։ Կան սխալներ, կան բժշկական սխալներ, իրավաբանը այստեղ է։ Մենք պիտի հասկանանք, բժշկական սխալը դա անփութությունը չի միայն կամ հանցագործությունը չի։ Բժշկական սխալի համար շատ պատճառներ կան։ Կան, չգիտեմ, ախտորոշման խնդիրներ, կան կազմակերպչական խնդիրներ, կան բարես բոլորը մենք չգիտես ինչու միավորում ենք ու այդ բժիշկը, որը այդ պահին ուզեցել է ինչ-որ դրական բան անի, սակայն իր մոտ չի ստացվել, ասում ենք դու ես մեղավոր։ Եկեք վերլուծենք 5 հենքը տեսնենք։ Լիա Միսակյանի դեպքում դատարանը վճռել է, որ բժիշկները համաչափ չեն գործել։ Բժիշկները անելիք են ունեցել եւ չեն արել։ Ընդ որում Սայաթի դեպքում, որ այսօր պիտի հյուր լիներ մեզ, բայց վերջին պահին պարզվեց, որ դարձյալ առողջապահական համակարգի հետ ազգականներից մեկը վատ էր եւ չկարողացավ գալ նկարահանմանը, Սայաթի տղայի դեպքը եւս եղել էր Նոր տարվա գիշերը դեկտեմբերի 31-ի լույս 1-ի գիշերը Արմավիրի բժշկական կենտրոնում։ Եվ այստեղ նաեւ այդ կարծիքը իսկապես Նոր տարվա գիշերը իսկապես անփորձառու բժիշկներն են մնում այնտեղ, թե չէ։ Այսինքն եթե ես պատրաստ լինեի յուրաքանչյուր կոնկրետ դեպքի, եթե դուք ինձ ասեք, այսօր դեպք պիտի վերլուծվի, ես կծանոթանայի եւ ավելի կոմպետենտ կլինեի։ Քանի որ ես յուրաքանչյուր դեպքը վերլուծել չեմ կարող, որովհետեւ ոչ մի մանրուքներին, ոչ մի ախտորոշմանը, դետալներին ծանոթ չեմ, դրա համար չեմ կարող անհատական դեպք ներողություն, ես ծանոթացնեմ մի փոքր, մի ինչ որ մի բան ասեմ, պատմեմ, դուք ասեք այդ դեպքում ինչ են անում ու ես հաստատ գիտեմ իմ ասած տականքը ճիշտ է տականք են։
Դուք մի նեղացեք, դա ձեզ չի վերաբերվում, բայց այն մարդիկ, որոնց հետ ես 2 տարի պայքարում եմ, նրանք տականք են։ Որ նրանք դաժե 2.5 տարեկան երեխու մահից հետո չփորձեցին parzեն ինչից մահացավ երեխեն, ու այդքանից հետ մեկտեղ, ուրեմն երեխուն բերել եմ հիվանդանոց շտաբօգնությունով, ինչ պետք է անեն։ Տանը ցնցում է ունեցել։ Ջերմությունով ցնցում է ունեցել։ Դուք որպես բժիշկ ինձ ասեք, ինչ պետք է անի ընդունող բժիշկը։ Ես Սայաթի դեպքը չեմ ասում, կամ էլ Լուսինեի դեպքը չեմ ասում։ Ինչ պետք է արվի։ Դուք այդ 2 օրվա համար ասեք ինձ ինչ է արվելու։ Այդքան բանը խնդրում եմ։ Ես կլինիկական դեպք չեմ վերլուծելու այստեղ, եթե պետք է կլինիկական դեպք վերլուծենք։ Բայց խնդիրը նրանումն է, որ նորից կրկնեմ, կարող է այդ մի դեպքում, երկրորդ դեպքում, երրորդ դեպքում կա բժշկական սխալ, կա ամփոփություն։ Դրա համար դատական համակարգը դա կկանոնակարգի եւ կորոշի։ Բայց ընդհանրացնել եւ բոլորին սարքել հանցագործ ու տականք, դա անընդունելի է, որովհետեւ Աստված մի արասե վաղ ինչ որ մեկի մատին փուշ մտնելուց էլի դիմելու է այդ տականքին։ Այդ ժամանակ մենք չենք մոռանում, չենք որակում նրան տականք, բայց եթե նա իր ուժերից վեր չի կարողանում որևէ օգնություն ցույց տալ, նրան կոչում ենք տականք, դա ազնիվ չի։ Տիկին Բալասանյան, Լիա Միսակյանի վավանդը առողջապահության նախարարությունում վերլուծվել է թե ոչ։ Ուրեմն առողջապահության նախարարությունում վերլուծվել դեպքը չէր կարող, որովհետև նախ ես ներկայացնում եմ առողջապահության նախարարության աշխատակազմի առողջապահական պետական տեսչությունը, որը իր լիազորությունների շրջանակներում իրականացնում է պետական վերահսկողություն այն օրենքների շրջանակներում, որոնք գործում են Հայաստանի Հանրապետությունում։ Տվյալ դեպքերը, ինչ որ նշվեց ռեպորտաժում, որը շատ ցավալի էր եւ շատ դժվարությամբ լսեցինք եւ տեսանք, այդ գործերը գտնում են քրեաիրավական դաշտում, որոնց վերաբերյալ կան դատական գործեր, ընթանում են դատական process-ներ եւ չգիտենք դեռ ինչ ընթացք կունենան դատական այդ բողոքարկման գործընթացները։ Ինչ վերաբերվում է այս խնդիրներին, բժշկական օգնության սպասարկման մասին մայր օրենքում Հայաստանի Հանրապետությունում գործող այդ եզրույթը սահմանված չէ, բժշկական սխալ կամ բժշկական հանցանք։ Այդ իսկ պատճառով առողջապահության նախարարության առողջապահական պետական տեսչությունը այդ ոլորտում գործառույթ չունի։ Ինչ վերաբերում է բժիշկներին, ես ուղղակի ուզում եմ եւս մեկ անգամ ասել, լսեցնել հանրությանը։ Բժշկի աշխատանքը ըստ աշխատանքի հիգիենիկ դասակարգման աշխարհում համարվում է ամենաբարդ աշխատանքը, որը շատ կարճ ժամանակահատվածում պիտի որոշում ընդունի ձեր երեխայի, իմ երեխայի, մեր հիվանդության մասին, կարողանա ախտորոշել, ճիշտ հետազոտել, ընտրել լավագույն բուժման տարբերակը, ձեզ նշանակի լավագույն դեղորայքը եւ հսկի թե դեղորայքը ինչպիսի ազդեցություն կունենա ձեր օրգանիզմում, որովհետև ինչպես բոլորդ գիտեք, բժիշկը չի բուժում հիվանդությունը, բուժում է հիվանդին, իսկ յուրաքանչյուր հիվանդ մյուսից տարբեր է։ Ես չեմ ուզում խորանալ ձեր բարձրացրած այդ հարցերի շուրջ, որ նոր տարվա գիշեր եւ այլն, այստեղ մենք միակողմանի հազար ներողություն, բայց դա այդ խնդիրը միշտ կա ու ինչի համար եմ ասում։ 2 տարի ինչի համար եմ ասում։ Կներեք, էլի 2 տարի մեր մոտ եկան ապահովագրություն անելու։ Այո։ Մեր հիմնարկում հավաքվեցին ու ասեցին, այս կամպանիան է, ուզում ենք դուք մեր մոտ ապահովագրվեք։ Հարցը տվեցի նորից, նոր տարվա օրը, տոն օրերը աշխատում են, ասեցին ոչ։ Ինչ է նշանակում։ Ուրեմն այդպիսի եզրույթ չկա Հայաստանի Հանրապետությունում։ Ես 10 տարի աշխատել եմ Ծերեթելի մանկական հիվանդանոցում։ Նոր տարվա գիշերներին ադմինիստրացիան հիվանդանոցի հերթապահությունները նշանակում լավագույն բժիշկներին, որովհետև գիտեն, թե ինչ կարող է սպասվել այդ օրերին։ Իսկ Արաբկիր բժշկական կենտրոնը չէ, չեմ սխալվում։ Ես 10 տարի աշխատել եմ այդ ոլորտում։ Ես 3 օր ընդեղ եմ մնացել։ Մենք ձեզ լսեցինք, թույլ տվեք ավարտեմ խոսքս։ Արաբկիր բժշկական համալիրը համարվում է Հայաստանի Հանրապետության այն բժշկական կենտրոններից մեկը, որը ունի կադրային ներուժ, տեխնիկական հագեցվածություն, համապատասխան դեղորայք։ Այն բժշկական կենտրոններից մեկն է, որի բժիշկները հնարավորություն ունեն վերապատրաստվելու արտերկրում, լավագույն կլինիկաներում, եթե ուրիշ պետական հիմնարկներ այդ հնարավորությունը չունեն, այդտեղ ունեն։ Հիմա միակողմանի քննարկել, ես չեմ ուզում խորանալ, վիշտը մեծ է, ես յուրաքանչյուր դեպքը վերցնում եմ ինձ վրա, ես էլ եթե այդպիսի դեպքեր ունենայի շատ պետք է վրդովեի, բայց նորից եմ ասում, բժշկի աշխատանքը ծանրագույն աշխատանք է, որոշում կայացնել կարճ ժամանակահատվածում, բայց ուզում եմ եւս մեկ անգամ նաեւ ասել, շատ կան բժշկական սխրանքներ,
սխրանքներ, որոնք կարող էին այդ ավարտը չունենալ, Համաձայն եմ ձեզ հետ, բայց այսօր սխրանքների մասին չենք խոսում, ցավոք, այսօր բացթողումների մասին ենք խոսում։ Ես ձեզ հետ համաձայն եմ, որ բժշկի աշխատանքը դա ամենածանր աշխատանքներից մեկն է։ Նույնքան ծանր, որքան օդաչուի աշխատանքը, որտեղ օդաչուն էլ միաժամանակ վերջին դեպքն էլ այսպես կարծեք ապացույց դրա, հա, որ մի վայրկյանում 224 կյանք ուղղակի վերացավ։ Բայց տեսեք, բոլոր այն դեպքերում, երբ որ օդաչուն, նույնիսկ հերոսաբար փրկում է իր ուղևորների կյանքը եւ անձնակազմի կյանքը, բայց հետո երբ որ քննությունը պարզում է, որ օդաչուի մեղավորությամբ էր առաջացել վթարային իրավիճակը, օդաչուին զրկում են թռչելու իրավունքից, գոնե երկար տարիներով։ Հիմա խնդիրը եթե Լիա Միսակյանի դեպքում է, դատարանը վճռել է, որ բժիշկների մեղավորության պատճառով է մահացել երկամյա երեխան։ Բժիշկները դատարանի դահլիճից համադրումով ազատ են արձակվել եւ հաջորդ օրը գնացել են աշխատանքի։ Սրան գնահատական պետք է տա մասնագիտական համայնքը ձեր բժիշկների, թե ոչ, որովհետեւ նրանք ստվերում են բարեխիղճ բժիշկների անունը։ Իսկ այդպիսի բժիշկներ ես շատ եմ ճանաչում Հայաստանի Հանրապետությունում, ովքեր բարեխիղճ են, ովքեր պրոֆեսիոնալ են եւ ովքեր իսկապես իրանց երդմանը հավատարիմ անում են ամեն բան։ Խոսքը սրա մասին է։ Ես ուզում եմ եւս մեկ անգամ ասել, որ Հայաստանի Հանրապետությունում, ինչպես բոլորդ գիտեք, դատարանի վճիռը ամեն ինչից վեր է։ Եթե դատարանը վճռել է այդպես եւ չի բեկանում այդ վճիռը, շարքային քաղաքացին կամ բժշկական հանրությունը չի կարող բողոքել դատարանի դեմ։ Այդ բողոքելն չէ, դուք վճռաբեկ հականդեմ հայց եք ունեցել, նրանք բողոքել են վճռի դեմ։ Եթե որևէ այլ վճիռ չկա, մենք անզոր ենք այդ հարցը լուծել, բայց կարծում եմ նաեւ, որ Արաբկիր բժշկական կենտրոնը եւ առողջապահության նախարարության համապատասխան վարչությունները դեպքը վեր են լուծել, որտեղ անհնար է Հայաստանի Հանրապետությունում մանկական մահ գրանցվի եւ դա չքննարկվի առողջապահության նախարարության կոլեգիայում։ Դա անհնար է, հնարավոր չէ։ Ես չեմ տիրապետում առողջապահական պետական տեսչությունը այդ նյութերը չունի, որտեղ բարի համբավի մասին եթե խոսում եք, դուք մի մոռացեք, որ նրանք միջև այսօր աշխատում են ու բարձր գոռում են, որ իրանք մեղավոր չեն։ Ես ձեզ հասարակ հարց տվեցի, դուք չպատասխանեցիք։ Երեխեն մտել է հիվանդանոց, ինձ ասեք ինչ պետք է արվի։ Հասարակ հարց 3 բառով կարելի է Ուրեմն Հայաստանի Հանրապետությունում այսօրվա դրությամբ չկան գործող կլինիկական ուղեցույցներ բոլոր հիվանդությունների առումով։ Կան որոշ շատ քիչ հիվանդությունների դեպքեր, որոնք ունեն կլինիկական ստանդարտներ, այսինքն ուղեցույց, որով բուժող բժիշկը, դա լինի Երևանում, լինի Ղափանում, լինի Գյումրիում, այս հիվանդությունն ախտորոշելուց պիտի այս մարտավարությունը ընտրի այդ բուժումը կազմակերպելու համար։ Հիմա ձեր ասած դեպքերը այդ դրանց ցանկին չեն ենթարկվում։ Այսինքն մենք հույսներս պետք է դնենք բժշկի տրամադրության։ Չէ, տրամադրության չէ, չէ։ Ուրեմն Հայաստանի Հանրապետությունում եկեք չթաքցնենք, ես իմ անձնական փորձից կարող եմ ասել, ես չեմ դիմում որևէ բժշկի, մինչև որևէ ծանոթ ինձ խորհուրդ չի տալիս եւ նախապես չի պայմանավորվում տվյալ բժշկի հետ։ Շատ շատերին խորհուրդ են տալիս այդ գործընթացում այն բժշկու մոտ լինելու։ Ես անծանոթ բժիշկների չեմ դիմում Հայաստանի Հանրապետությունում եւ դա վատ է։ Եվ դա վատ է։ Դա Հայաստանի Հանրապետությունում մեզ թվում է, որ մենակ մեր մոտ է դա տենց, բայց դա այդպես չի։ Չէ, որակի ցուցանիշներ կա։ Եթե ձեզ թվում է, որ Գերմանիա գնալուց բուժողը դուք չեք ճշտում, որ պրոֆեսորի մոտ է գնում, դա այդպես չէ։ Այսինքն ավելի շատ է ճշտում, որտեղ ավելի շատ գումար կծախսես։ Ես մի հատ ուրիշ բանի մասն եմ ուզում խոսամ։ Առողջապահական համակարգում կան խնդիրներ շատ։ Կան համակարգային խնդիրներ։ Ու մենք պետքա միշտ, որը ես չեմ տեսնում որևէ լրատվական կայքի, որևէ նյութում միշտ պետքա տարանջատենք անձնական խնդիրները բժշկի, որակավորման, թերացման, համակարգային խնդիրներից։ Այսինքն եթե նույնիսկ մենք ենթադրենք, որ տեղի ունեցել բժշկական սխալ, մենք պետքա հասկանանք դա այդ բժշկի սխալն է, թե բժշկական սխալ է, որտեղ բժշկական սխալը դա բժշկի սխալ չի։ Եթե օրինակ կոնկրետ դեպք չեմ ասում, X պոլիկլինիկայում չկա ռենտգեն ապարատ աշխատող։ Ոնց անի այդ բժիշկը ռենտգեն հետազոտություն։ Ու այդ բժիշկը վերջում պատասխան է տալիս կատարված դեպքի վերաբերյալ։ Ես օրինակ համարում եմ, որ մենք այդ առումով շատ թերանում ենք։ Մենք երբեք չենք տարանջատում բժշկի սխալը բժշկական սխալից։ Մի բան էլ ավելացնեմ, համաձայն չեմ։ Բժիշկը, որը չունի ռենտգեն ապարատ, ինչի չի բարձրաձայնում այդ բժիշկը, որ ես նման բուժում ու ախտորոշում չեմ անել։ Բարձրաձայնում է։ Եվ
Այսինքն այդ բժիշկը նշանակում է մոտավորապես ինքնասպան Ահաբեկ չի նման, ինքը գնում է անձնազոհաբար սխալ որևէ սխալի եւ իր ուժերի սահմաններում օգնություն ցույց տալ, ու մենք նորից գալիս ենք այնրան, որ եկեք համարենք, որ բոլոր բժիշկները հանցագործներ են ու ամեն օր գնում են գործի մարդ սպանել։ Բնավ չենք համարում։ Ես ի սկզբանե ասացի, որ խոսքը դրա մասին չի, չենք ընդհանրացնում։ Բազմաթիվ, մանավանդ վերջի շրջաններում իմ մոտ որպես բժիշկ ես արդեն երբեմն ինքս ինձ սկսում եմ վատ վերաբերվել։ Դուրս է գալիս, որ մենք բոլորս հանցագործներ ենք ու ամեն օր գնում ենք բժշկի մարդկանց սպանելու եւ դրանից հաճույք ստանալու համար։ Ավելին ասեմ, մի բան էլ է ուզում շարունակել, երեխայի մոր անունը չեմ հիշում, կներեք, դեպքով որ բժիշկները առանց փող տեսնելու օգնություն ցույց չեն տալիս որևէ մեկին։ Շատ ենք լսում Հիպոկրատի երդման մասին։ Հիմա ես դες մոտ օրինակ եմ բերում, բժիշկը աշխատում է X հիվանդանոցում, ստանում է 50,000 դրամ աշխատավարձ։ Իրան օրական դիմում են 10 հոգի։ Ինքը ըստ ձեզ ինքն է մեղավոր, որ ինքը ակնկալում է պացիենտից որևէ գումար։ Այո։ Ինչու՞։ Որովհետև այդ բժիշկը, երբ որ ընդունվում էր բժշկական համալսարան եւ տարեկան վճարում էր 1 միլիոն դրամ ուսման վարձ, նրա մասնագիտության ընտրությունը այս դեպքում արդարացված չէր, որովհետև ինքը արել է ներդրում մի մասնագիտության մեջ, որ արդարացված չի։ Հիմա գիտեք ինչ է տեղի ունենում այդ ձեր ասացի պատճառով։ Բժիշկների ուժեղ արտագաղթ։ Այո։ Եվ ով են մեղավոր։ Դժողներն են մեղավոր, թե լրագրողներն են։ Համակարգը, հարգելի բժիշկներ, հիանալի է։ Եկեք մենք ձեզ հետ միասին բարձրաձայնենք համակարգի խնդիրների մասին։ Եվ ասեք, համակարգն էր մեղավոր, որ մեր հերոսներից երկուսը, որին դուք տեսաք ռեպորտաժի մեջ, վաճառել էին այստեղ տուն եւ մնացած ամեն ինչ, որովհետեւ մեր հարգելի բժիշկներից ոմանք ախտորոշել էին մահացու հիվանդություն եւ ասել էին, որ ձեր փրկությունը Եվրոպայում է։ Մարդիկ կարմիր խաչի ձեռներում դեգերելուց հետո պարզվել էր, որ նման ախտորոշում չկա եւ այդ մարդկանց ուղղակի արտաքսել են երկրից, հիմա վերադարձել են կոտրած տաշտակի։ Մենք բոլորս գիտենք, որ օրինակ 1000 կատարված վիրահատություններից 5-ը մահվան ելքով է դուրս գալիս աշխարհում համաշխարհային։ Ամերիկան լավագույն կլինիկաներում, գերմանական եւ այլն։ Հիմա եթե Հայաստանում այդ 5 մահը դրանք բոլորը իհարկե 5 անձիկ են, որոնք որ շատ մեծ ցավ են ապրում իրանց ընտանիքից մահվան դեպքում։ Ինչի է Հայաստանի դեպքում այդ 5 մահը մեր համարվում չգիտեմ ինչ որ դրա համար դահիճների բժիշկները չեն դահիճների գործ պատժում ոչ իսկ այնտեղ դա չի համարվում ինչի է մեզ թվում որ Գերմանիայի բժիշկների գործած վատ վիրահատությունները ավելի ճիշտ վատ վիրահատություն են քան մեր բժիշկների խնդրեմ աշխարհում բժշկական սխալ հասկացողություն օրենքով կարգավորված է թե ոչ տարբեր երկրներում տարբեր կան երկրներ որտեղ բժիշկը իր կատարած սխալի հետևանքով հայտնվում է ճաղերի հետևում երևի Հայաստանում էլ է հայտնվում Հայաստանում նշեք այդպիսի դեպք կան դեպքեր կան ասեք անուն ազգանուն մեծ ծանոթ չէ աշխարհի օրինակ ասեցիք հենց հիմա կարամ տամ բժշկական սխալի պատճառով չեն հայտնվում հանցանքի համար հայտնվում են բժշկական սխալի համար ոչ սխալը որն է այսինքն հենց հետա որ մենք իրավաբանի հետ քննարկում ենք մեր դերևս այդ եզրույթը չունի իրավաբանական ձևակերպում ես մի հատ զավեշտող օրինակ տամ քրեական օրենսգրքից հոդվածներից մեկը եթե չեմ սխալվում 140 թե 139 որն ասում է ոչ պատշաճի համար 6 տարի ազատագրում իսկ 148 ազատազրկում իսկ 148-ն է կամ 128 հոդվածը բժշկական գաղտնիքի բացահայտման համար եւ բժշկական օգնություն ցույց չտալու համար 3 տարի 3 տարի այսինքն եթե ինձ պացիենտը մոտենա ես իրան ասեմ ոչ քեզ չեմ բուժելու ես 3 տարով եմ դատապարտվել բայց եթե փորձեմ ուզենամ նրան ինչ որ օգնություն ստալ փրկեմ ու եթե հանկարծ չստացվեց ու ինձ համարեն որ ես սխալ եմ ես պիտի ավելի մեծ պատիժ կրեմ Դուք հասկանում եք զավեշտը, այսինքն մինչև մենք չկարողանանք հասկանալ թե ինչի համար ում ենք մեղադրում, կստացվի միշտ այսպես, 2 շաբաթը 1, 2 ամիսը 1, մենք կհավաքվենք ու կսկսենք նորից խոսալ ինչ որ բաների մասին, այդ ինչ որ բաները ասենք թե ուղղելու համար պետք է ավելի կոնկրետ խոսալ, տեսեք։ Հիանալի է։ Բժշկական սխալ, կներեք, բժշկական սխալ եւ հանցագործություն պետքա տարաբաժանենք։ Ամենապարզագույն միջամտությունը անգամ, չգիտեմ, անգիոգրաֆիկ հետազոտությունը եւ այլն, նույն գաստրոսկոպիան։ Այսինքն ունի 1-ից 3% կախված ինչ միջամտություն է, բարդություն ընդհուպ մինչեւ մահ։ Այսինքն ցանկացած դեղամիջոց ունի կողմնակի ազդեցություն կամ նույնիսկ ալերգիկ ռեակցիա առաջացնելու ընդհանուր միջև շոկ ու մահ։ Այսինքն բժիշկը դեղամիջոցը որ նշանակում է ինքը հանցագործ է, ինքը գիտի որ այդ 0.1% էս պացիենտներ, ոչ իհարկե։ Դրա համար այսինքն մենք պիտի ավելի կառուցողական դնենք։ Այսօր Քավլիցի ես ինքս ամեն օր առնչվում եմ, ես ամեն օր սպիտակ խալաթ եմ հագնում, առնչվում եմ եւ հիվանդի հետ եւ շփվում եմ առողջապահական համակարգի հետ։ Իմ երազած, իմ պատկերացրած առողջապահական համակարգը ցավոք սրտի Հայաստանում չկա ու շատ հեռու է իմ պատկերացրածից։
Բայց այսինքն մենք դրա մասին պիտի քննարկենք, այլ ոչ թե կոնկրետ դեպքերը, որը ընտանեկան տրագեդիա են, ասենք թե անպայման համարենք բժիշկներ։ Միգուցե ասենք թե բժիշկը այդ օրը չգիտեմ, եկեք parzենք պատճառներ, չի ունեցել այդ դեղամիջոցը։ 3 հերթապահությունից հետո ա եղել, ֆիզիկական հոգնածություն ա ունեցել, մտավոր օրենությունները ասենք թե նրա մտքի թռիչքը չի կարողացել կամ ամենից ճիշտ արել ուղղակի ինգել այն 1%-ի մեջ, որը պիտի մահանար։ Ցավալի է, բայց այդպես է։ Ես շատ ուրախ եմ, որ այսօր մենք բժիշկներից ակնկալում ենք ավելին, քան իրանք կարող են անել։ Մենք շատ վատ բնավորության գիծ ունենք մեր ազգում։ Մինչև հերոսը չի մահանում, արվեստագետը մենք դրան չենք արժևարում։ Այսինքն բժշկին մենք բարձրացնում, սարքում ենք Աստված, հետո ասում ենք, վայ սխալվեց, ինչ հանցագործ է։ Ու գցում ենք մեկ մի անգամ։ Դուք հրաշալի միտք եք ասում, իսկապես հրաշալի միտք եք ասում, բայց ով պետք է դա անի։ Ով պետք է կազմակերպի այդ մանրակրկիտ քննարկումը։ Հիմա պարոն Միսակյանը ուզում է ստանալ իր հարցի պատասխանը եւ հանրությունը եւս։ Մենք ասում ենք դատարանը վճռել է վերջ։ Հրաշալի է, դատարանը վճռել է դատարանը։ Մասնագիտական կարծիքը բժիշկների գործունեության վերաբերյալ ով պետք է տա։ Եվ տրվել է թե ոչ։ Բացատրեմ, այսինքն մենք բոլորս, բայց բժշկական եւ իրական ասպեկտով, ոչ հուզական։ Իրական ասպեկտով, այո, բժշկական եւ իրավական ասպեկտով։ Այո, իրավականը տրվել է։ Բժշկականը եւս վստահ եմ, ասենք թե որ բժշկական այդ կոլեկտիվում քննարկումները եղել են։ Եթե որոշակի բացթողումներ տեսել են, հաստատ նրանք կարողացել են հետագայում դա վերլուծել եւ փոխել։ Եվ վերջի ցանկացած սխալ մունք հետո քննարկման առարկա է հանդիսանում։ Այսինքն ես շատ ցավում եմ, բայց հրապարակային որևէ հայտարարություն կոնկրետ դեպքի հետ կապված Լիա Միսակյանի առողջապահության նախարարության կողմից չի հնչեցվել։ Սա ես հայտարարում եմ ամենայն պատասխանատվությամբ, որտեղ ասել եմ դատական գործընթաց, դատարանը սովետական մտածողություն, առողջապահության նախարարությունը համակարգի տերը չէ, մասնավոր կլինիկա է նա ընդհանրապես կանոնակարգում է։ Համաձայն եմ, բայց դեպքում ինչի համար առողջապահության նախարարության այդ ամբողջ ապարատը եւ հիմա այլ ազգային ժողովը հաստատում է հերթական բյուջեն առողջապահության նախարարության այդ ամբողջ ապարատը պայելու համար, իմ եւ ձեր վճարած հարկերի հաշվին։ Պայելու համար չի հաստատում բյուջեն, բյուջեից հաստատում է հաստատում նախարարությունը բուժող բժիշկների հետ կապ չունի հակասություն։ Մենք էսի բան չասեցինք, չէ։ Շատ հաճախ մենք լսում ենք հետևալ կարծիք, եկեք մի հատ քաղաքականություն որոշելու իհարկե քաղաքականություն որոշող մարմինն է Հայաստանի Հանրապետությունը։ Հիմա այստեղ քաղաքականության խնդիր կա թե չկա։ Քաղաքականության խնդիր եւս կա, իհարկե կա։ Ուր այդ հայտարարությունը։ Բայց տարի փոփոխությունների արկա են լինում։ Մենք մեր այդ լավագույն առողջապահական համակարգներու սաղմնային փուլերում ենք հասնելու։ Կարելի է տենց ասել։ Մինչ սաղմնային լավ սենց ասենք, բայց այդ չի նշանակում, որ մենք պետքա, ասում եմ, կոնկրետ անձերի ու անձանց խմբերի դարձնենք դահիճներ։ Կոնկրետ բժշկի վրա։ Ես ինքս իմ օրինակն եմ բերում։ Ես ունեմ 2 փոքր երեխա այդ տարիքի մոտով։ Ես ամեն անգամ վակցինացիայի գնալուց գիտեմ, որ իմ երեխան կարա զոհվի։ Այդ վակցինացիայից։ Բայց ես գիտեմ, որ եթե 100 երեխա վակցինացում է կամ 1000 երեխա վակցինացում է, մնացած 1000-ը ավելի անվտանգ է լինում։ Այդ հարցը մեր բոլորիս առաջ, նույնիսկ բժիշկների, կանգնած է ամեն օր։ Ու ոչ մեկ թող չմտածի, որ բժիշկները ասենց ինչ ասեմ, հանգիստ գիշերներ են անցկացնում իրանց արած գործերը։ Ես մի հատ ձեզ պարզ բան եմ ասում, երբ որ եկել են դատարան բժիշկները ցուցմունք տալու, տվել են մահից հետո 1 ամիս հետո ուրիշ ցուցմունք գալիս են դատարան, մի տարի հետո փոխում են դա, երբ որ դուք ասում եք մենք վիրավորվում ենք 1000 ներողություն, դուք իրավասու չեք վիրավորելու։ Այնքան բժիշկներ կան, որ դրանից ավելի շատ է կարելի իրանց ասել։ Տեսեք, եթե գալիս են դեմքիդ նայում են։ Բայց ընդհանուր ոչ, ընդհանուր ոչ։ Բժշկական սխալ կարծիք չէ վիրավորել։ Չէ, համատարած չի կարելի ասել, կոնկրետ։ Այդում կներեք, կոնկրետ դեպքում։ Չէ, կոնկրետ դեպքի մասին է խոսքը։ Տական բժիշկները կոնկրետ չի։ Տական բժիշկները բոլորս են, ես էլ դեպք չվերլուծելով հասնել խնդիրների լուծման, որովհետև համակարգային է այսօր խնդիրը։ Ասեց խնդիրը համակարգային է։ Այո, համակարգային է։ Համակարգային խնդիրը ազնիվ չէ ջարդել մեկ կոնկրետ բժշկի վրա, որ այդ պահին կոնկրետ մեկ բժշկից սկսել, հենց այդպես պետք է լինի։ Չէ, համակարգային մեկից չի սկսվում։ Համակարգային լուծման կարող ենք գնել, որ այդ պահին ասենք թե չգտնվեց ճիշտ վայրում կամ ճիշտ իրավիճակում, պետք չէ ամբողջ համակարգային խնդիրը կոնկրետ, բայց կոնկրետ այս բժշկի անպաշտպանա եւ պացիենտի կողմից, եւ իր վերադասի կողմից, ապրանքից պետք է սկսել։ Եվ ամենախոցելի, կոնկրետ մեկ դեպքից մեկ տարվա ընթացքում խնդրում ինձ տվեք որևէ լրատվական ռեպորտաժ, որևէ հաղորդագրություն, կայքում որևէ բժիշկներին ծեծելու մասին, պարոն Զելվեյան, հերոստանգերության եթերում հեռարձակվում է առողջություն հաղորդաշարը, որտեղ բժիշկների
բարբերական գործերի մասին է խոսվում։ Այնպես որ խնդրում եմ գոնե մեր լրատվամիջոցին անկողմնակալության մեջ մի մեղադրեք։ Իսակյանը անհիմն ինչ որ արտահայտություններ կամ այսօր Երկչույն ասում առանց որևէ բանի, բժիշկները տական չէին։ Պարոն Զելվեյան, թույլ տվեք, երկչույն մեջ չենք։ Ոչ, երկչույն մայրը, տեսեք, երկչույն մայրը մահացել է Մարգարյան հիվանդանոցում, ճիշտ է։ Միքայելյան, ներողություն։ Միքայելյան հիվանդանոցում է մահացել երկչույն մայրը։ Ինչու կապ ունի հիմա բացատրեմ, միտքս բացատրեմ։ Երկչույին Facebook-ում անում է հրապարակային հայտարարություն, որ բժիշկների մեղավորության պատճառով մայրը մահացել է եւ պիտակավորում է բժիշկներին։ Միքայելյան հիվանդանոցի կողմից հաղորդագրություն տեսել եք տարածվածի պատասխան երկչու հայտարարության։ Կոնկրետ այս դեպքում միգուցե չէ, բայց շատ դեպքերում այս դեպքում ոչ։ Հիմա ինչու եք զարմանում, որ ես տեսել եմ եւ հաղորդագրությունը եւ եզրահանգումը մանրամասը նկարագրված է։ Որտեղ պետք էր մամուլի ասուլիս հրավիրել բոլոր լրատվամիջոցներին եւ տալ պատասխանը։ Ես տեսել եմ եւ ներկայացված է դա։ Ձևաչափը ինքը կարող է ընտրել տնօրինությունը, բայց պատասխանը կա։ Մենք մի բան ենք մոռանում։ Բժիշկները ամբողջ օրը բուժօգնություն են ցույց, մենք բժիշկները պարապ չեն։ Լավ, այնուամենայնիվ դուք ասում եք մի գովերքեք ձեզ հարց։ Մենք այսօր ինչ հարցադրում ունենք, այսինքն կոնկրետ, ավելի կոնկրետ։ Մեր ձևակերպումը այսպեսին էր, չէ, համակարգային խնդիրները ազնիվ չէ ջարդել մեկի պացիենտի վրա։ 1 Երկրորդը ոչ արդյունավետ ելքերի համար է պատասխանատու բժիշկը։ Միանշանակ։ Այսինքն կան ախտորոշիչ խնդիրներ, կան նույնիսկ միջամտական որոշակի բարդություններ, կան դեղորայքային բարդություններ, որ ամբողջ աշխարհի բժիշկները դա գիտեն։ Ու մենք գիտենք վերցրեք ցանկացած դեղամիջոց եւ կարդացեք անոտացիան, այնտեղ փաստաթղթում գրված է 1% դեպքում սա կլինի, 2 դեպքում էս կլինի, այսինքն այդ բոլոր դեպքերը ինչու ենք որոշում որ դրանց դուք ինչ որ ասում եք, ասում եք շատ པարզ ճշմարտությունն է, հասկանալի է։ Հիմա եթե բժիշկը պետք է անալիզ իրականացնել երեխային բուժում նշանակելու համար եւ չի իրականացրել, սա բժշկական հանցագործություն է։ Բայց այդ կոնկրետ դեպքում մենք պիտի տանք կոնկրետ գնահատական թե չպիտի տանք։ Կոնկրետ դեպքի համար դատարանը, չէ, դատարանը բայց արդեն այդ վճիռը կայացրել է, ինչու է այսինքն վճիռը կայացրել է եւ այդ բժիշկները քրեական հանցագործ են, որտեղ նրանք քրեական օրենսգրքով նրանց վերաբերյալ կայացրել է վճիռ Հայաստանի Հանրապետության դատարան։ Իհարկե վերաքննիչ դատարանը կարող է բեկանել։ Վճիռը տենց վերջնական ակտ չհամարենք։ Դատարաններն են շատ հաճախ չէ, մի րոպե, ուրիշ բան եմ ուզում ասեմ։ Չեք վստահում դատարանները քաղաքական հարցեր են։ Այո, անձամբ չէ, չեմ վստահում, բայց հաջորդ ուրիշ բան եմ ուզում։ Ամենասոսկալին մեր հանրության մեջ դա է, ոչ մեկին չի վստահում։ Չէ, ես ուրիշ բան եմ ուզում ասել։ Բժիշկները դատավորներին բայց մենք ենք դրա մեղավորը։ Մենք ենք դրա մեղավորը։ Ամբողջ աշխարհում դատարանները շատ հաճախ ենթարկվում են հանրային ճնշման։ Եկեք դա ընդունենք։ Այսինքն օրինակ ես օրինակ sense մի բան ասեմ, ենթադրություն։ Սա շատ հաճախ կարա դատարանի կողմից կոմպրոմիսային մի բան լիներ։ Կոպիտ ասած, որ բոլորը գող լինեն, իրար չսպանեն։ Դրանից հետո չլինեն հանցագործություններ։ Վերաքննիչ դատարանում դեռևս գործը քննվում է։ Կա համաներում վերաքննիչ դատարան։ Այսինքն հետ կապված մի վարքյան խնդրում եմ։ Չէ, այդ բոլորս մենք գիտենք։ Դուք եք փորձում ամեն ձևով պաշտպանել։ Դատարանը ինքն էլ խնդիր ունի իր վրա իշ ճնշում։ Պատկերացնում եք արդարացներ դատարանը ինչ կլիներ։ Միգուցե արդարացներ, եթե հանրային ճնշում չլիներ։ Իսկ դուք պատկերացնում եք, եթե հանրությունը չիմանա, այս ամեն ինչը ներկայացնում պետք է իմանա, բայց այս դեպքը, որ համաներման հնարավորություն ա եղել, այդ ամեն ինչը կոպիտ ասած այնց ես մի բան եմ դուք հիմա ես ուղղակի չեմ ուզում դառնալ բանավիճողի դերում այս պարագայում, բայց ես եւս օգտվում եմ առողջապահական համակարգից, դուք հասկանում եք, երբ որ առողջապահական համակարգում շատ հաճախ, երբ որ բժիշկները, երբ որ իմանում են դու լրագրող ես, բոլորովին այլ մոտեցում կա։ Չէ։ Իմ եղբորս երեխայի հետ կապված խնդիր է եղել հիվանդանոցում, բժիշկը հայտարարել է, հաջորդ անգամ խնդրում եմ ասեք, որ ձեր եղբայրը լրագրող է, որպեսզի մենք ձեզ չներկայացնենք այն գումարը վճարելու պահանջը, որը ներկայացրել ենք սխալմամբ։ Ինձ մի ստիպեք, խնդրում եմ իմ անձնական փորձից բերել այստեղ օրինակներ եւ դառնալ ոչ օբյեկտիվ ձեր աչքին հիմա։ Դուք էլ մեզ մի ստիպեք մի քիչ ներքին խոհանոցային բաներ բացեն, որ կարող է այդ վճարումը բժիշկի իր գրպանից արածներ ձեր փոխարեն։ Ինչու։ Եթե օրենքով երաշխավորությունը Հայաստանի Հանրապետությունում անվճար է։ Եթե անվճար չէ, խնդրում եմ ինձ ուղղեք։ Չտարածվեմ, բայց ուզում ասեմ, երբ որ մենք երկրապահանջներ ենք ներկայացնում բժիշկներին։ Մինչև 7 տարեկան երեխաների բույս սպասարկումը Հայաստանի Հանրապետությունում անվճար է։ Իսկ գումար պահանջում է։ Բայց դուք չգիտեք դա այդ անվճարի կատարման մեխանիզմը։ Հիմա եթե մեր բժշկական կենտրոնը չէ, ինձ չէ։ Եվ պարոն Իսակյանին չի հետաքրքրում։ Եւ մնացած բոլոր այն քաղաքացիների, ովքեր դիմում են առողջապահական համակարգին։ Վատ է որ չի հետաքրքրում, որտեղ վաղը եթե մի հատ 7 տարեկան երեխա վաղը ինձ դիմի բուժօգնության, մենք մերժելու ենք իրան։ Միանշանակ, որտեղ մենք չունենք բյուջե։
Այս տարվա բյուջեն սպառվել է, վերջ։ Պատրաստ եք հարցազրույց տալ այդ խնդիրը բացահայտելու համար։ Հրաշալի է։ Դիմել եք առողջապահության նախարարությանը։ Ես մեղավոր չեմ, որ դիմել եք առողջապահության նախարարությանը։ Ու ես մեղավոր չեմ, որ Հայաստանի Հանրապետության առողջապահության բյուջեն X գումար է ու բաժանելով բոլոր բուժ հաստատություններին հասել է ավելի քիչ, քան կա պահանջարկ այդ գումարը։ Ինչ են ասել ձեզ առողջապահության նախարարությունից։ Առողջապահության նախարարության խնդիրը չէ, այդ ընդհանուր բյուջեն է։ Նույն ամեն տեղ չի։ Դուք հիմա բացահայտ հայտարարում եք, որ եթե ձեզ հիմա որևէ 7 տարեկան երեխա, որի առողջապահության իրավունքը պետությունը ստանձնել է նրան տալով համապատասխան սերտիֆիկատ, եթե դիմի ձեր առողջապահական դիմումա ուրիշին, որը ունի պետպատվեր, որին չի սպառվել, եթե բոլորին են տալիս պետպատվերի քանակները։ Ծանոթով չեն տալիս, տալիս են համամասնորեն։ Թույլ տանք, որ ես ուզում ասեմ, այդ դեպքում ես մեղավոր չեմ լինի, բայց բոլոր ինձ են մեղադրելու, ես գիտեմ։ Հասկանում եմ, բժշկին եւ մեղադրում։ Ունացած բոլոր դեպքերում, երբ որ Միքայելյան Հիվանդանոցում ինչ որ մեկը պարկում է, իրան մերժում են վիրահատել, որտեղ պետպատերը պրծել է, բայց դա դիմում է ձեզ։ Դուք աղմուկ եք բարձրացնում ու իրան ընդունում են վերջապես, դառնում են անձամբ իրենց գրպանի հաշվին։ Շատ հաճախ անձամբ բժիշկները, երբեմն էլ հիվանդանոցները։ Դա այդ հարցը ձեզ չի հետաքրքրում, իհարկե։ Որովհետեւ հա դա որևէ անձի չի մեզ հետաքրքրում է, երբ որ դուք հայտարարում եք։ Չեսեք, Կանթորոսյան, հիմա ձեր մեզ հետաքրքրեց այնքանով, որքանով դուք մեր հնարավորություն ունեցեք մեր եթերում այդ խնդրի մասին բարձրաձայնելու։ Գաղտնի խնդիր չէ, բոլորը գիտեն դրա մասին։ Բոլորը ով։ Բոլորը։ Ով։ Այդ լրագրողները։ Լրագրողները բարձրաձայնում են այն ժամանակ, երբ որ բժիշկները բարձրաձայնում են։ Ուսուցիչների աշխատավարձը բարձր է Հայաստանում։ Պարոն Թորոսյան, հիմա մենք գնացինք բոլորովին այլ դաշտ, բայց ես այս նույն ստուդիայում ունեցել եմ քննարկում բժիշկների հետ, որոնք հայտարարում են գլխավոր բժշկի, չեմ ուզում ասել ով էր այդ գլխավոր բժիշկը, չեմ ուզում հիմա հայտարարել, բայց գլխավոր բժիշկը մինչև տեսախցիկների միացել է հայտարարեց, թե պետությունը որքան գումար է պարտք իրենց հիվանդանոցին, տեսախցիկները միացնելուց հետո այլևս այդ խնդրի մասին չխոսեց։ Այնպես որ ավելի շատ մեղավոր են այդ բժիշկները, քան մենք հավատացեք։ Թույլ տանք, որպեսզի մեր իրավաբանը խոսի, որովհետև երկար ժամանակ թույլ չենք տալու խոսել։ Ես մի փոքր այդ ձեր կողմից նշված խնդիրների համակարգային խնդիրների հետ կապած ու առհասարակ բժիշկներին մեղադրելու հետ կապած ասեմ, հա։ Այն անձինք, ովքեր որ գնում են դիմում են բժշկական ծառայության ու խնդիրները առաջանում կամ ինչ որ վերջին շրջանում շատ է ու հատկապես փոքր եկեք ես թվականներով ասեմ կամ ավելի շատ լուսաբանվում են սոցիալական ցանցերն առաջ չկար կամ ավելի շատ լուսաբանվում են սվայն տվյալը ասեմ հա 2013 թվականին 0-ից մինչև 4 տարեկան երեխաների մահվան դեպքերը Հայաստանում 500-ից շատ քիչ էր պակաս 490 կամ 450-ից ամեն դեպքում ավելին էր եւ սա ամեն դեպքում մեծ թիվա Հայաստանի բնակչության հետ կապված։ Բժիշկ սխալ։ Միգուցե եղել է, մենք դες բան չենք ասում։ Այստեղ խնդիրը նաև որ Հայաստանում այս մեր տեղեկացում Այս մարդը պարտավոր չի տարբերակելու հանցանքը։ Եթե պարտավոր չունեն, պարտավոր չի հանցանք։ Դա դուք կարող եք որակել, որովհետև բժշկական սխալներ շատ են լինում։ Նույն Միացյալ Նահանգներում տարեկան 80,000 բժշկական սխալ է լինում, բայց բժշկական սխալ է, բժշկական հանցագործությունը տարբերակել է։ Այո, բժշկական սխալ կարող է լինել, որտեղ բժիշկի վերջո մարդ է, որովհետև մենք Միացյալ Նահանգներում բժիշկը բժշկական սխալից ապահովագրված է, իսկ եթե սխալ է լինում, պացիենտը ստանում է խոշոր դրամական փոխհատուցում, որովհետև բժիշկը Միացյալ Նահանգներում է։ Այս չկա սրտի։ Բժիշկը ոչ միայն ապահովագրված չի սխալից, այլև առողջությունը իր ապահովագրված չի։ Խնդիրը այստեղ այնա նաև, որ Հայաստանի Հանրապետության դատարանները գործերը քննելիս չեն նայում կյանքի իրավունքի շրջանակներում այս ամենը։ Դուք ասում եք դատարանը կարող է բժշկական գործերում չի համաձայնության շրջանակներում որոշում կայացնել։ Չեմ ասում, դա ես ձեզ հետ համաձայն եմ, դատական համակարգին ես էլ չեմ վստահում, չկարծեք միայն դուք։ Ես համաձայնություն նկատի չունեմ, որ իրաք պայմանավորվել են իրամեջ։ Ես ասում եմ կոմպրոմիսային մի բան է գտնում, որ իրա վրա էլ ճնշում կա, հասկանաք, դա բազմակոմպոնենտ խնդիր է։ Վճիռ կայացնելիս ուղեցույց իր համար որպես ապացույց ծառայում է փորձագետի եզրակացությունը, որտեղ կոնկրետ ֆիքսված է, որ տվյալ հիվանդության դեպքում այս երեխան, այս անձը, այս մարդը
պետքա ստանար SSS ցուցումները, պետքա արվեր այս հետազոտությունները, որը որ կոնկրետ խնդրում չներկայացվեց, բայց Արմավիրում մոլորովին վերջերս երբ որ երեխան թունավորումից մահացել էր սուրաղիքային ինֆեկցիա, կոնկրետ փորձագետները նշել են, թե բժիշկը ինչ էր պարտավոր անել տվյալ դեպքում ու չէր արել։ Կարծեք, բայց մեղադրանք առաջադրվեց բժշկին բոլորովին առաջադրվել է ու գործը շուտով կգնա դատարան։ Այստեղ խնդիրը նաև համակարգային խնդիրը մեր կողմից բարձրացվող, որ թեկուզ դատապարտվում են այն շատ փոքր քանակի բժիշկներ են դատապարտվում, ես իմ պրակտիկամ գոնե առնչվում եմ դատական գործերի շրջանակներում, շատ քիչ են։ Արդեն 6 տարի աշխատում եմ ու 6 տարիների ընթացքում 10-ից ավելի գործեր ենք ունեցել այս ոլորտի վերաբերյալ։ Միակ դեպքը, որ դատանը որոշ վճռով մեղավոր է ճանաչել, դա Լիա Միսակյանին բուժող բժիշկներն են եղել, միակ դեպքը։ Մյուս դեպքերով առհասարակ դատարան էլ չի հասնում խնդիրը։ Էսա հանցագործությունները, նման հանցագործությունները չբացահայտվելն է, քննությունները ոչ անաչառ տանելն է նաև արդյունավետություն է կան։ Իրավական խնդիրն եմ ես ներկայացնում, իսկ այն ինչը որ ունի պետությունը ապահովելու այս տեսանկյունից ինքն էլ չի անում, որովհետև պետությունը կոնկրետ չի արվում, ես հիմա ձեզ կուրախացնեմ, ես հիմա կուրախացնեմ ձեզ։ Չէ, մենք ուզում ենք որ անպայման բազմաթիվ դատված բժիշկներ ունեն։ Բազմաթիվ չէ, բայց ես մեկ դեպքում բազմաթիվ որտեղ հնչեց շատ քիչ են դատապարտված բժիշկները։ Ես նույնիսկ չգիտեմ կա դատապարտված բժիշկներ շատ։ Այո։ Ես գիտեմ հիմա այո անկետան չվերցնեն Ես կարող եմ այսօր հրապարակվի իմաստեղ, բայց կան, իրոք կան։ Հանրությանը դա կարող է կոնկրետ դեպքի մասին ախր բան չենք ասում։ Դեպքը չենք քննարկում։ Մենք չենք ասում, որ բժիշկները համակարգը ոնց է։ Ես մի բան ասեմ, հա, եթե կարելի է։ Ու դա ներկայացնում են դատարան, բժիշկները մեկը մյուսի սխալը թաքցնում։ Այստեղ եմ ուզում հարց տալ, ասացեք խնդրեմ, կա այդպիսի մի քիչ ֆանտաստիկայի ժանրից է Հայաստանում գուցե հարցս, բայց ֆանտաստիկայից ինձ մի ուղեք։ Անկախ հանձնաժողով, որի վրա որևէ մեկը ճնշում չի գործադրի, չեն ասի, որ սխալ գործած բժիշկը սրա կամ նրա կինն է կամ չկա այդ հանձնաժողովը։ Չէ, հանձնաժողով չէ, բայց էքսպերտներ կան։ Անկախ, որոնց վրա որևէ մեկը չի կարող ճնշում գործադրել եւ որը կարող է վայելել հասարակության վստահությունը։ Մենք ունենք այդպիսի Ես մի բան ասեմ ձեզ։ Գիտեմ, հասարակության վստահությունը կվայելեն, թե չէ, բայց իմ վրա ճնշում չեն գործադրել։ Տեսեք, փորձագետները լինում են որոշակի դպրոցների մեթոդաբանության ստրատեգիայի կրողներ։ Մի դպրոցը կարող է այս նոզոլոգիայի ժամանակ ընդունի այս մարտավարությունը, մյուս դպրոցը, իսկ դպրոցները ղեկավարում են բժշկական գիտությունների դոկտորներ, ակադեմիկոսներ։ Այս մարտավարությունը այդ բուժման սխեմայի հիմա ինչպես պիտի որոշի քննչական մարմինը, դատաքննչական մարմինը։ Այս դպրոցի մոտեցումն էր ճիշտ, թե սա։ Երկուսն էլ բավականին պատկառելի երևելի դեմքեր են բժշկագիտության մեջ։ Բայց դպրոցներ կան, որոնք որդեգրում են իրենց ելնելով իրենց գիտելիքներից, հմտություններից եւ փորձառություններից տարիների։ Հիմա այս բոլորը ավարտելուց հետո ուզում ձեզ ուրախացնել։ Ինչու էր հարցս, որտեվ Սայաթի դեպքում 3 դատաբժշկական փորձաքննությունը ապացուցել էր բժշկի մեղքը, 4-ը հերքել էր 3-ը։ Այսա իմ ասածը բերեց ապացուցեց, որտեվ այստեղ մարդկային գործոնը չի։ Որ գոնե մեղավորություն է հաստատվում։ Լուսինեի դեպքում արդեն 3 տարի 4-ից ավելի։ Ես դրա համար նշեցի, որ ես գոնե պրակտիկայի մեջ հիշում եմ միակ դեպքը։ Չէ, ուզում եմ ասել, եկեք այդ բոլորս լսեցինք, շատ ցավալի է։ Հիմա առողջապահության նախարարությունը, քաղաքականություն որոշող մարմինը, ձեզ եւ ինձ էլ ուրախացնեմ, առաջին անգամ այդ եզրույթները կլինիկական ստանդարտ եւ ուղեցույց մտցնում է բժշկական օգնություն եւ սպասարկման մասին օրենքի մեջ։ Դա ինչ է ենթադրում։ Այսինքն դա ենթադրում է, որ իհարկե եւ ենթադրում է եւ առողջապահության նախարարն արդեն հանձնարարել է համապատասխան գիտական հիմնարկին եւ նաեւ մասնագիտական ասոցիացիաներին մշակելու նոզոլոգիաների եւ հատկապես առավել տարածված հիվանդությունների կլինիկական ստանդարտների եւ ուղեցույցները, որով պիտի առաջնորդվեն մեր բժիշկները, որպեսզի գոնե Հայաստանի Հանրապետությունում անկախ բժշկական օգնության սպասարկման մակարդակից եւ գտնվելու վայրից այդ բժշկական կազմակերպության իրականացնեն նույն ձևաչափով բուժումները։ Այսինքն կլինիկական ստանդարտ, որը մեզ եւ լրագրողներին եւ ծնողներին այսուհետ իրավունք կտա որոշելու այս ստանդարտը իրենք էլ կունենան։ Արվեց բժշկի կողմից թե ոչ։ Առաջի անգամ առողջապահության նախարարը, եթե տեղյակ չեք, ազգային ժողովում է նախագիծը, կլինիկական ստանդարտ եւ ուղեցույցը մտած է
օրենքի որպես եզրույթ մեջ։ Այսինքն այսուհետև բժիշկները կիմանան թե իրենց քայլերը օրենքը կընդունվի, օրենքը կընդունվի, այսինքն այնտեղ գրված է։ Քայլերը։ Այո, քայլերը։ Բայց ոչ ամբողջ։ Չգիտեր բժիշկը քայլը թե Չէ, բժիշկը քայլերը գիտի, ելնելով ուղեցույցը առաջին հերթին նաև ապահովագրում է բժշկին։ Հասկանալի է, բայց ամեն դեպքում բժիշկը երբ որ հիվանդին ընդունում է առաջին քայլը իր կողմից ավելի ճիշտ չի հետազոտություն արվի անալիզների միջոցով, ինչը կոնկրետ դեպքերում չի իրականացվում։ Ուրեմն կոնկրետ դեպքեր են լինում։ Կոնկրետ դեպքեր են լինում, երբ որ շատ կարճ ժամանակում պիտի կարողանա Քննության եզրակացությունները գալիս են, որ բժիշկը պարտավոր է իրականացնելու այս հետազոտությունները։ Չի արվել։ Այդ պարտավորը դեռ ոչ մի իրավական ակտով սահմանված չէ, սիրելի։ Դա հանձնաժողովն է որոշել, մասնագետների խումբը։ Դա դպրոցի կրողն է։ Մասնագետների խումբը։ Նա ես sense եմ որոշում, բայց Իսկ հիմա Հայաստանի Հանրապետությունում կստեղծվեն կլինիկական ստանդարտներ, ոչ թե իմ կողմից որպես շարքային բժիշկ, այլ երևելի պատկառելի գիտնականների կողմից։ Պետք է գնամ բժշկի մոտ։ Չէ, որ դուք մի խորացեք, կլինիկական ստանդարտները, չէ, որպես քաղաքացի եմ ասում, երբ որ ստանդարտն ուղեցույցը կլինի արդեն հաստատված նորմատիվ իրավական ակտով, որոշակի շատ քիչ։ Ծննդօգնությունը բավական համակարգված է։ Կկարողանա բժիշկը իմանալ իր բոլոր քայլերը եւ պատասխան տալ այդ քայլերը չկատարելու դեպքում։ Ասացեք, խնդրեմ, ձեր մասնագիտական կարծիքն եմ ուզում, եթե կհայտնեք այդ մասնագիտական կարծիքը։ Չկան կլինիկական ստանդարտներ մեծամասամբ։ Հայաստանի Հանրապետությունում յուրաքանչյուր տարի քանի որակյալ բժիշկ է ավարտում բժշկական համալսարան։ Հարցը ճիշտ լսարանի չէ կողում։ Ձեր կարծիքով բժիշկներ եք բոլորը ի վերջո առանց որակյալ բառը հանենք հնարավոր է պատասխանել։ Չէ, այդ ներեցիք դուք կասեք, որովհետև կներեք իրավաբաններ են ավարտում, լեզվաբաններ են ավարտում, տնտեսագետներ են ավարտում։ Չէ, հիմա ես որ երկրում են ինչ որ X քանակի որակյալներ։ Ես մի բան էլ ասեմ, որտեղ ոչ չի կարող ասել։ Առողջապահության նախարարը Հայաստանի Հանրապետությունում, պարոն Թորոսյան, պարզապես ընդունված է վճարելային գիտելիքի դիմաց, որ իրենք չեն ստացել։ Բոլոր ուսանողները գիտեն ինչպես ես էլ մինչև բժշկական ընդունվելը տենց է։ Մենք էլ ենք ավարտել, մենք էլ ենք լսել, բայց երջանիկ եք եղել, որոնք վճարել են քննություն ստանալու համար։ Միգուցե եղել են ինչ որ փայլուն կուրս եք ունեցել ուրեմն։ Եկեք գիտեք ոնց, ամեն տեղ լինում են տենց։ Այնտեղ որտեղ ես եմ սովորել իմ կուրսում կային ուսանողներ, որոնք վճարում էին ստացած գիտելիքի դիմաց։ Եթե ես իմ ասեմ, որ իմ կուրսում է կային դա ինչ որ բան փոխում է։ Այո, որտեղ ձեր այդ կուրսեցին, եթե այսօր ինչ որ մի բժշկական կլինիկայում բժիշկ է, ուրեմն նա պոտենցիալ կարող է դառնալ մարդասպան։ Ես դες կարամ լրիվ ուրիշ բան ասեմ, որ շատ հաճախ լինում է նաև հակառակը։ Երբ որ ավարտելուց հետո ավելի լավ բժիշկ են դառնում, տենց երբեմն 6 սովորած կամ հակառակը։ Հիմա մի բան էլ եւս ավելի։ Այս հայտարարության հետ կապված ինչ էր հայտարարել իվեշ բժշկուհին, ինչ էր ասել։ Պարոն Միսակյանն է ներկա եղել, բայց ամեն դեպքում այս հայտարարությունն արդեն ինքնին մեղքն ընդունելու, իմ կողմից ընկալվում է որպես մեղքն ընդունելու, շատ լավ է եղել, որ դեպք է եղել, կներեք իհարկե վերարտադրում եմ ասածը, թող բոլորիդ երեխաների հետ այդպեսի բան լինի։ Ես չեմ հավատում։ Ձայնագրությունը լսեցիք հենց նոր բժիշկը այդպեսի բան բժշկուհին ինքը իր վերանով ասում, բաղում մնաց Հիպոկրատի երթումը կամ առողջապահության նախարարությունը ինչ քայլ արեց։ Սա իսկապես լրագրողները առանց լրագրող լինելու մոռանամ որ գնան մի օր բժիշկների կողքը աշխատեն էլի։ Բժիշկների կողքը առանց լրագրող լինելու չենք աշխատել, բայց բժիշկներին դիմել ենք առանց լրագրող լինելու։ Այդ ժամանակ դուք կհասկանաք ինչքան է տառապում բժիշկը մի հատ X հիվանդի մենք խոսում ենք բժշկի մասին։ Արգելիս ամեն մի աշխատանք էլ իր բարդությունը ունի։ Մենք մեր խնդիրները հոչենք։ Չէ, բժշկի նման բարդություն ոչ մի ուրիշ Եթե ես իմ գործը սխալ անեմ, ես ցած ասեմ, կարող է մի բան փոխվի 100 մետրից ընկնի մեկի գլխին։ Ես դրա համար պատասխան չեմ տալու։ Իհարկե տալու եք, ավելի առաջ եք տալու, քան պատասխանատալի իր հնարավորությունները դատական համակարգում տալու եք։ Իմ մատները սառած, բայց այդ գործանում են, որ ոչ մեկի վնաս չտա։ Բժիշկն էլ է անում։ Ավելի շատ քան մենք Եթե ես բժիշկին հարց եմ տալիս, ինչու համար չվերահսկեցիք, որ անալիզը տեսնեք, կա թե ոչ։ Ասում եմ, պետք է գնամ լաբորատորիայից բերեմ։ Բանի լաբորատորիայի։ Դուք այնպեսի բաներ եք ասում, որ անհավատալի է։ Չէ, ու դուք ես ինչ անեմ, ձայնագրությունները բերեմ, որ կա նման խնդիր։ Հասարակ աշխատանքային պայմանագրի կետերը չգիտի, որ պետք է քույրի հետևից գնալ, ասել ուրա անալիզը, ուրա ռենտգենը։ Նշանակել եմ
Նշանակել եք ուրա։ Չէ, բայց նորից մի հատ ձևակերպենք։ Մենք չենք ասում որտեղ մեր ժամանակ իսկապես մեկ կլինիկական դեպքից ելնելով չենք կարող բոլոր բժիշկներին պախարակել ու ինչ որ անվանարկել։ Համակարգը կատարյալ չէ։ Հետաքրքիր է իրագործել։ Ճիշտ եք ասում, այո։ Պարոն Միսակյանը խոսում է կոնկրետ դեպքի մասին։ Երկրորդ տարին է, ամեն դատի ջպիտը դեմքին գալիս է նստում է, անեկդոտը դրսում պատմում է, նստում է այնտեղ դատարանում։ Ձեր ասած բժիշկներն են։ Ու մասնագիտական բժիշկներ, որոնք եկել են իրանց դատարանում, որ պատժեշ կա, նստած հետևը ժպիտով։ Լավ, դա ինչ կապ ունի իր մասնագիտական, որը վատ է, դեմ չեմ։ Հանեն աշխատանքի։ Դա կոնկրետ այդ իր, ասենք թե չգիտեմ, մասնավոր կլինիկա առողջապահության նախարարի մենք համարում ենք որ բժիշկը ռոբոտ է, չեմ տանում է հիվանդանոց ինչ չէին ասում։ Գիտեք որ մոտեցումն է, որ մենք դպրոցում մտածում էինք որ բանկավարժները զուգարան կներեք, թույլ տվեք չհամաձայնել ձեզ հետ, բայց ոչ դատական նիստի ժամանակ եւ այն դատական նիստի որտեղ հիմնվում է միմիկայի մի թեթը շեղվի ու ես ժպտամ ես ներողություն որ ես ստիպված ենք ավարտել վաղուց մեր ժամանակը արդեն անցել է, հիմա պիտի հնարավորություն տամ բոլորը որոշել է, չէ, էլի Բաբլան։ Ես խնդրում եմ, այնպես խոսենք, որ հերոսատորները սնանկարակ դեպքում հիմա ձեզ լսում են, բայց չեն հասկանում ինչ եք քննարկում, որովհետև ձեր խոսափողները միացված են։ Որ բժիշկին որ պետքա հարցը քննեն, ասում է ես սենց հարց եմ տալու, սենց պատասխան կտաս։ Այդ ընդունված պրակտիկա է։ Այսինքն դա նորմալ է բժիշկների մեջ, ու մենք ասում ենք, չի դա ընդհանրապես նորմալ է։ Ամեն մարդ իրավունք ունի պաշտպանվելու, ոչ, ինչու ոչ։ Բժիշկը իրավունք չունի պաշտպանվելու։ Բժիշկը իրավունք ունի պատասխանի, ում որ վկա են կանչում, որ պատմի ոնց է եղել դեպքը։ Վկայի մասին այդ կարակ արդեն, չգիտեմ, հաղորդում ներկայացնենք, որ վկայի մասին դուք ասում եք բոլորին մեկ նույն ձևի չափ եք նայեք։ Ես Արաբկիր կենտրոնի բժիշկներին, որոնց դեմքերը հաթաթիշում եմ, ես ասել եմ իրանք աստուդեմը պատասխան են տալու։ Դուք գիտեք որական քանի երեխան իրանք փրկում։ Ներողություն։ Դա իմ խնդիրը չի, ես դրա համար վճարում եմ։ Պետությանը։ Դա ձեր խնդիրը չի։ Ես ուզում եմ նորից, տեսեք, ես ուզում եմ նորից, մի աշխատեք։ Ես խնդրում եմ, դարձյալ իմ նշած օրինակ ուզում եմ հիշեցնել, 20,000 թռիչքային անաղարտ ժամ ունեցող հրամանատար օդանավի, երբ որ իր մեղավորությամբ օդանավը հայտնվում է վթարային իրավիճակում, նա պատժվում է, խոսքը սրա մասին է։ Խոսքը սրա մասին է, ես հուսով եմ, որ արդարադատությունը մինչև վերջ կտա բոլոր հարցերի պատասխանը, որտեղ սա հետաքրքրում է այս խնդիրը ոչ միայն պարոն Միսակյանին, այլ հետաքրքրում է մեզնից յուրաքանչյուրին։ Ես ցավում եմ, որ արձանագրվում են նման դեպքեր։ Ես ցավում եմ, որտեղ բժիշկը կարող է ախրքի մեջ նման հայտարարություն։ Ես ցավում եմ, երբ որ վայքի ծննդատան տնօրենը կարող էր ասել, սպասեք, բուրթերս չփեմ նոր վերադառնամ։ Բոլոր այս դեպքերը հիշում ենք մենք։ Հիմա ես խնդրում եմ ասել, ամենաշատը դուք եք ուզում որ մենք լրագրողներս նման թեմա չունենանք քննարկել։ Չէ, լրագրողները չի, հանրությունը։ Լրագրողները առավել եւս։ Ես հիմա խնդրում եմ ամփոփենք հաղորդումը, վաղուց ժամանակը սպառել ենք շատ ցավալի թեմայի, այս թեմայի մասին կարելի է անverջ խոսել։ Ճանապարհը ասեք, խնդրում եմ ինչպես կանխել հաջորդ դեպքը։ Եթե այդ դեպքը այն այսպես ասած տոկոսային հարաբերությամբ համաշխարհային պրակտիկայում ընդունված թույլատրելի սահմաններ չէ։ Դա մի քայլ չի, որ այդ մի քայլը անես ու ամեն չկան կախարդական փայտիկներ։ Պետք է սկսեն պատժվել եւ հանրությունը պետք է տեսնի, որ բժիշկին կարելի է պատժել, ոչ թե ասել ոչ մի բան հնարավոր չի անել։ Բժշկին կպատժի դատարանը, եթե բացահայտվի, որ նա հանցանք է գործել։ Դատարանը, հանրությունը, բժիշկը պետք է պատժվի, որ ամեն ինչը տեսնեն։ Հանրությունը պատժում է բժշկին այն բանով, որ չի գնում իր մոտ բժշկվելու։ Այդ դրանով պատժում է այդ բժշկին, որտեվ նա կորցնում է վստահությունը այդ բժշկի նկատմամբ։ Իսկ դա ամենամեծ պատիժն է, երբ որ բժշկի դուռը ծեծող չկա։ Դա ամենամեծ հասարակական պատիժ։ Սպանում են մեզ ուղարկում են։ Չէ, ես ասում, եթե ձեր երեխային բուժող բժշկի մոտ շատ մեծամասամբ այլևս չեն ուզենա բուժվել, դա արդեն իր համար մեծ պատիժ է։ Չէ, լավ է գնում են բուժում են, որտեվ ասում են Արաբկիր կենտրոնը։ Պարոն Միսակյան, այստեղ նաև հաջորդ խնդիրը կա, դուք նշեցիք, որ ձեր բախտակից շատ ծնողներ պարզապես հրաժարվել են ձեզ հետ միանալ ձեր պայքարին, գուցե մի քիչ անհասկանալի թե ինչու, որովհետև ի վերջո ես չեմ պատկերացնում, թե երեխա կորցրած ծնողի համար ինչ ավելի կարևոր բան կա, քան գոնե արդարությունը ինքը իր համար ճշտելը։ Ամեն դեպքում ձեր դեպքը դատարանում է եւ ընթացքին հետևողական կլինենք նաև մենք հասկանալու համար թե ինչ կվճռեն դատական ատյանները։ Խնդրեմ, ճանապարհ ասեք, ո՞րն է ճանապարհը։ Ճանապարհը թեկուս կոնկրետ հատային դեպքերով պատժելը ոչ միայն դատարանի կողմից, այլ նաև պետությունը պոզիտիվ պարտավորություններ ունի կյանքի իրավունքի յուրաքանչյուրիս կյանքի իրավունքի ապահովման ոլորտում եւ
պարտավոր է, եթե մի դեպքում չպետք է ուղղակիորեն խախտի կյանքի իրավունքը, իսկ ամեն դեպքում, եթե խախտումը թույլ է տրվել, պետք է քայլեր արդյունավետ ձեռնարկվեն իրավունքի պաշտպանության համար։ Դա կլինի փոխհատուցում, կլինի հանցագործների պատժում եւ դեպքի մանրակրկիտ քննություն իրականացնել, այս ամեն ինչը ոչ միայն դատարանի միջոցով պետք է հասնել դրան, այլ նաեւ առողջապահությունը, պետությունն իդեմս առողջապահության նախարարության պետք է ու պարտավոր է ապահովել նման մասնագետների այլևս չաշխատելը։ Պետք է սկսել հենց նաև այստեղից։ Ես վստահ եմ, որ համաձայն չեք ու դա պաշտպանության միակ միջոցն է։ Ես համաձայն չեմ։ Դուք եք անում ու դրանից հետ կապված ձեր կարծիքներից ամեն դեպքում մոտ մի ժամ լսում ենք դրան, ամեն դեպքում այն բժիշկները, ովքեր չկա չի ուսումնասիրվում կոնկրետ դեպքերը, եթե լինեն դեպքերի ուսումնասիրություններ ու եթե այս ամեն ինչը անաչառ լինի, այսօր չէին աշխատի Լիա Միսակյանին բուժող բժիշկները այդ հիմնարկում։ Համաձայն եմ պետական չի մասնավոր կլինիկա, պետությունը ուղղակիորեն պարտավորություն ունի նման կլինիկաներում վերահսկողություն իրականացնելու կարծում եմ, սա պետք է լինի հաջորդը կանխելու միակ ճանապարհը։ Շատ բարի, պարոն Զելվյան, ճանապարհը։ Եվ իհարկե հարության միջոցով։ Միգուցե ասենք, թե մեր մեկնաբանությունները ճիշտ չընկալվեցին, միգուցե, բայց իրականում ասենք, թե մենք չենք հակադրվում ձեր ասածին։ Այսինքն ես ասում եմ, մենք պետք է ունենանք կատարյալ առողջապահական համակարգ, հասանելի առողջապահական համակարգ, արժանապատիվ ապրող բժիշկ, որովհետև եթե մենք չենք կերակրում մեր բանակին, մենք չենք կարող պատերազմ հաղթել, եթե մենք չենք հարգում, ասենք, թե պատվում մեր բժշկին եւ ստեղծում ենք բացասական աուրաներ ամեն քայլափոխի, դա այդքան էլ դրական չի հասարակության առողջության համար։ Երրորդը, հանցագործ բժիշկը պիտի պատժվի։ Բժշկական սխալի պարագայում մենք պիտի եւ օրենսդրական եւ մասնագիտական հետագա կանոնակարգ ունենանք, որը ցավոք սրտի դեռ չունենք։ Մենք պիտի ունենանք ուղեցույցներով եւ գործելակարգերով գործող առողջապահական համակարգ, որը միևնույն ժամանակ որոշակիորեն կլավացնի առողջապահական համակարգը, բայց դա կմիջինացնի, որովհետեւ գործելակարգերի պարագայում բժիշկը արդեն ստեղծագործ չի, բժիշկը միջինացված ուղեցույցով է գործում, որի արդյունքում մենք եւս կունենանք որոշակի բացթողումներ եւ բացասական արդյունքներ, բայց դա կապահովագրի նաեւ բժշկին, որովհետեւ ուղեցույցում գրվածի պարագայում նա ինքը պատասխան է տալու դրա համար։ Ոչ ոք չի ասի դու սա չես արել, որ սա է գրված, սա եմ արել, բայց դա արդյունքում մենք կկորցնենք անհատականացված բժշկությունը։ 20-30 տարի Եվրոպան եւ Միացյալ Նահանգները ուղեցույցային բժշկության կողմնակից է։ Նրանք արդեն անցնում են անհատական բժշկության, բայց մենք հիմա որպիսի նմանատիպ խնդիրներ չլինեն, բժիշկը ապահովագրված լինի, որտեղ բժիշկը այսօր թիրախ է եւ հասարակության կողմից, բժիշկը այսօր թիրախ է իր առողջապահական հիմնարկի ղեկավարության կողմից, բժիշկը թիրախ է բոլորի կողմից։ Ես օրինակ եմ տալիս, Միացյալ Նահանգներում բժշկական սխալը ապահովագրված է, Հայաստանում ոչ թե սխալը, այլ բժիշկը ինքը ապահովագրված չի։ Բժշկի բուժօգնությունը ապահովագրված չի, բարձրացնում ենք, դրա համար ես կուզենամ, որ ասենք թե ավելի պոզիտիվ լինի։ Դրա համար ավելի պոզիտիվ պիտի լինի։ Ես որպես անհատ, որպես բժիշկ, ես գոհ եմ, ես ուրախ եմ, երջանիկ եմ, պահանջված եմ, իմ պացիենտներից ես ունեմ դրական էմոցիաներ, ես պատրաստ եմ տալ նրանց, բայց ոչ ոք կյանքում որևէ բանից ապահովագրված չի, ինչպես վարորդը ապահովագրված չի պատահական վթարից։ Նույնը բժիշկը ապահովագրված չի, վարորդը պատահական վթարի պարագայում ինքը հանցագործ չի։ Պատահական վթարի պարագայում օդաչուն հանցագործ չի, պատահական վթարի կամ համակարգային սխալների, տեխնիկական սխալի, օդանավի, չգիտեմ, ասենք թե որոշակի ինչ որ բան փչացավ, ինքը չէր մեղավոր։ Համակարգն էր մեղավոր։ Նույնը պատահական սխալը եւ բժշկական սխալը։ Ես խնդրում եմ, մենք պետք է ավարտենք, որովհետեւ վաղուց մեր ժամանակը սպառել ենք։ Հանցագործության համար պատժենք։ Մենք առաջին կողմնակից եւ ունենանք կոնկրետ հասկանալու համար ինչ ասել է հանցագործություն, ինչ ոչ։ Երևի այստեղ է խնդիրը։ Այո, ես արդեն սկզբանե առաջին հարցը։ Ես արդեն ասացի քիչ առաջ, որ ճանապարհներից մեկը քաղաքականություն որոշող մարմինն է իրականացնում, որի նախագիծը օրենքի փոփոխությունների նախագիծը արդեն ազգային ժողովում է, ստանդարտացնելու համակարգը, թույլ տալու բժիշկներին ապահովագրված աշխատել, ավելի հանգիստ աշխատել եւ նաեւ նույն քաղաքականություն որոշող մարմնում առողջապահական պետական տեսչությունը օրենքը ընդունվելուց հետո, ստանդարտները լինելուց հետո արդեն պետական վերահսկողություն կիրականացնի բժշկական կազմակերպություններում, որպեսզի պարզի արդյոք այդ կլինիկական ստանդարտները որչափ են իրականացվում։ Եվ նաև օրենքի մեջ փոփոխությունը դուք երևի բոլոր տեղյակ եք, բժիշկների շարունակական վերապատրաստման հավաստագրման մեխանիզմ է գործելու այլևս Հայաստանում օրենքը ընդունվելուց հետո, արդեն բժիշկները իրենց որակական հմտությունների բարելավման, գիտելիքների ավելացման վրա շարունակաբար կաշխատեն, որտեղ իրենք պիտի ունենան միավորներ
եւ արդեն այդ միավորներով իրենց ռեյտինգները կորոշվի։ Կարծում եմ, որ այս դե չինական Փարիզը միանգամից չի կառուցվել, բոլորս գիտենք ինչ պայմաններում է ստեղծվել մեր երկիրը, 20 տարեկան երկիրը լավ էլ առաջ է գնում։ Երկար չեմ ասի, ամբողջությամբ կիսում եմ գոլեգաներիս կարծիքը եւ ուզում եմ պարզապես վերջաբանի փոխարեն, եթե մենք ուզում ենք ունենալ շատ դատված բժիշկներ, մենք ոչ մի խնդիր չենք լուծի։ Եթե մենք ուզում ենք ունենալ շատ դատված բժիշկներ, մենք այս հարցը չենք լուծի ու չկան կախարդական փայտիկներ նման դեպքերը կանխարգելու։ Նման դեպքերը ինչքան է որ դա ցավալի է ու կարող է լինել մեր յուրաքանչյուրի հետ, եղել են եւ լինելու են։ Պարզապես բոլոր դեպքերը այո պետք է քննարկել, վերլուծել, ու այն կարծիք, որ այդ դեպքերը ոչ քննարկվում են, ոչ վերլուծվում, իրականությանը ընդհանրապես չի համապատասխանում։ Շատ այնքան շատ են քննարկվում ու վերլուծում, որ երբեմն այդ դեպքերին առնչվող բժիշկները իրանց ամբողջ օրը նվիրում են այդ դեպքերի քննարկման ու վերլուծմանը։ Կասեք, որտեղից գտնենք կոնկրետ պարոն Միսակյանի կողմից բարձրացված խնդրի վերլուծությունը եւ քննարկման արդյունքները։ Կան նման քննարկումներ կամ կոնկրետ տեսանյութում բարձրացված խնդրի վերաբերյալ արդեն ամբողջ հանրությունը տեղյակ է դա ոչ այս դեպքով Չէ, բանի առողջապահության նախարարությանը պետք է դիմել կարծում եմ եթե առողջապահության նախարարությունում կա այդ եզրակացությունը կլինի պարոն Թորոսյան իհարկե մենք չենք ուզում որպեսզի դատված բժիշկներ լինեն բայց հավատացեք հասարակության համար անընկալելի է երբ որ ապացուցվում է բժշկի մեղավորությունը այս կամ այն թերացման մեջ, բայց ոչ թե բժիշկը ազատվում է աշխատանքից, ես կարծում եմ, որ հավաստագրում այդ խնդիրը կլուծվի, այլ մի տեղից տեղափոխվում է մեկ այլ տեղ։ Մենք նույնիսկ դեպք ենք ունեցել, երբ որ Երևանում կլինիկայում աշխատող բժշկի սխալի պատճառով եղել է մահվան ելք, այդ բժշկին որոշել են ուղղակի տեղափոխել մարզում աշխատելու, այլ ոչ թե մայրաքաղաքում եւ պատիժը այդքանով սահմանափակվել է։ Ես նախ ուզում եմ ասել շնորհակալություն բոլոր այն բժիշկներին, ովքեր բարեխիղճ կատարում են իրենց աշխատանքը։ Շնորհակալություն բոլոր այն բժիշկներին, ովքեր ամեն ինչ անում են կյանքեր փրկելու համար, իսկապես այն վատ պայմաններում, որում իրենք աշխատում են, որովհետեւ իմ, ձեր եւ մյուսների համար մեր ընտանեկան բժշկին յուրաքանչյուրիս համար պետությունը վճարում է 130 դրամ։ Եվ լավ է որ գոնե բժիշկները 130 դրամին համարժեք չէ, որ իրենց մոտեցումը ցուցաբերում են։ Բայց ցավոք մենք ունենք նաև այսպիսի դեպքեր, Լիա Միսակյանի դատական գործընթացը մեր լրատվական ծրագիրը ամբողջությամբ լուսաբանել է եւ մենք կիսում ենք ձեր ցավը, պարոն Միսակյան, եւ կշարունակենք լուսաբանել, ես հուսով եմ, որ իսկապես դատական բոլոր ատյանները կտան բոլոր հարցերի պատասխանները։ Եվ հուսով եմ, որ հաջորդի մասին կգա այն օրը, երբ որ խոսելու առիթ չենք ունենա եւ չի լինի այդ անվստահությունը։ Իսկ գուցե կոծկվեց հերթական դեպքը։ Շնորհակալ եմ, որ եկաք, շնորհակալ եմ ձեր տեսակետների համար, այսպեսին էր այսօրվա ճանապարհը։ Միացեք մեր քննարկումներին յուրաքանչյուր շաբաթ ժամը 19:30 եւ առողջ եղեք։ Առայժմ